Մի երիտասարդ կնոջ կյանքը գլխիվայր շուռ է գալիս, երբ նրա ամուսինը աշխատավայրում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետանքով կոմայի մեջ է ընկնում։ Մինչ բժիշկները պնդում են, թե այլս հույս չկա, նրանց 8-ամյա դուստրը հրաժարվում է հանձնվել, դառնում է հոր ու իրական աշխարհի միջ միակ կամուրջը։ Այն լսվում է որպես մանկական սիրո մի պարզ ժեստ, ի վերջո մարտահրավեր է նետում բժշկությանը վերստին արթնացնում մի ամբողջ ընտանիքի հավատը։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում, շարունակում ենք։ Խոստանում եմ, որ սա լինելու է լավագույն պատմությունը, որ երբեք լսել եք ձեր կյանքում։ Արը դեռ լրիվ չէր բացվել, երբ զանգեց Մարինեի հեռախոսը։ Սովորական երեքշաբթի էր, մարտ ամսվա այն օրերից, երբ Երանն արթնանում է Արարատի վրա սփռված թեթ մշուշով, իսկ գլխավոր պողոտաներում արդեն սկսում են խցանումներ գոյանալ։ Մարինեն նախաճաշ էր պատրաստում, մինչ Անին վերջացնում էր կոշիկների քուղերը կապելը, դպրոց գնալու համար։ Օրակարգը միշտ նույնն էր։ Ռաֆայելը առավոտյան ժամը 6-ից շուտ դուրս էր գալիս Շենգավիթի շինհրապարակ, ինքը աղջկան տանում էր դպրոց, իսկ հետո գնում թաղամասի սուպերմարկետում իր աշխատանքին։ Հասարակ կյանք, կառուցված մեծ ջանքերով, լիքը ծրագրերով ու երազանքներով, որոնք պահվում էին խոհանոցի դարակում դրված կապույտ նոթատետրում։ Երբ բջջայինը թրթռաց սեղանին, Մարինեն զարմացավ։ Ռաֆայելը երբեք այդքան շուտ չէր զանգում։ Գուցե ինչ-որ բան էր մոռացել։ Հավանաբար, իր հետ վերցրած ուտելիքը։ Նա ժպտալով պատասխանեց, պատրաստ լինելով կատակել ամուսնու ցրվածության մասին։ Գծի մյուս կողմում լարված ու անծանոթ ձայնը կտրեց թեթության ամեն հնարավորություն։ Արթուրն էր, Ռաֆայելի գործընկերը։ Բառերը շփոթված էին, անկապ, հրատապությունից լի։ Դժբախտ պատահար։ Հոսանքահարում։ Հիվանդանոց։ Շտապօգնություն։ Մարինեն չկարողացավ միանգամից ամեն ինչ ընկալել։ Զգաց, թե ինչպես են ոտքերը թուլանում, խոհանոցը պտտվում իր շուրջը։ Անին, որ սեղանի մոտ խաղում էր գրչատուփով, կանգ առավ ու նայեց մորը այն կանխազգացումով, որը միայն երեխաներն են ունենում, երբ ինչ-որ շատ վատ բան է կատարվում։ Մարինեն ամեն ինչ թողեց։ Զանգեց մորը, տիկին Սոնային, խնդրեց, որ հետո Անին դպրոցից վերցնի, ու վազելով դուրս եկավ։ Էրեբունի բժշկական կենտրոնը հեռու էր, բայց նա դրա մասին անգամ չմտածեց։ Նստեց առաջին պատահած երթուղայինը, մտքերը խառնվել էին իրար, սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ թվում էր, կոկորդից դուրս կթռչի։ Ռաֆայելը։ Իր Ռաֆայելը։ Այն տղամարդը, որ ամեն գիշեր գրկած քնում էր, որ հանգստյան օրերին Անիի հետ ձյուկ էր խաղում, որ երազում էր բակով սեփական տուն ունենալու մասին։ Ինչ էր պատահել։ Երբ հասավ շտապօգնության բաժանմունք, դռան մոտ գտավ Արթուրին, գունատ, ձեռքերը դեռ շինարարության փոշուց կեղտոտ։ Նա փորձեց բացատրել։ Կառուցվող շենքի 10-րդ հարկում էլեկտրական լարեր էին անցկացնում։ Ռաֆայելը, որ միշտ զգույշ էր, միշտ հետում էր անվտանգության կանոններին, բարձրացել էր բաշխիչ տուփը ստուգելու։ Ոչ ոք հստակ չգիտի, թե ինչպես պատահեց։ Գուցե մերկ լար էր, գուցե անջատիչի խափանում։ Փաստն այն է, որ կարճ միացում էր եղել։ Ռաֆայելն այնքան ուժեղ հոսանքահարում էր ստացել, որ հետ էր շպրտվել։ Ընկել էր։ Գործընկերները վազել էին օգնության։ Երբ մոտեցել էին, նա չէր շնչում։ Սիրտը կանգ էր առել։ Հենց այնտեղ, շինհրապարակի հատակին, սրտի մերսում էին արել, դողացող ձեռքերով ու հուսահատությամբ։ Ինչ-որ մեկը զանգել էր շտապօգնություն։ Մեքենան գրեթե 15 րոպեից էր հասել։ 15 հավերժական րոպե։ Երբ բուժակները վերջապես կարողացել էին վերակենդանացնել Ռաֆայելին, արդեն գրեթե 2 րոպե էր անցել առանց սրտի բաբախյունի։ 2 րոպե, որ կարող է քիչ թվալ, բայց մարդու ուղեղի համար կարող է նշանակել անդառնալի վնասների հավերժություն։ Մարինեն այս ամենը լսում էր լուռ, հենված միջանցքի պատին, արցունքներն անվերահսկելի հոսում էին։ Արթուրը փորձում էր մխիթարել նրան, բայց բառեր չկային։ Նա միայն մտքում կարող էր կրկնել. նա ողջ է, նա ողջ է, նա ողջ է։ Դա միակ միտքն էր, որը թույլ չէր տալիս նրան լիովին կոտրվել։ Ժամեր անցան, մինչ վերջապես մի բժիշկ դուրս եկավ նրա հետ խոսելու։ Երիտասարդ տղամարդ էր, անթերի սպիտակ խալաթով, խորը պարկերով աչքերի տակ, որոնք մատնում էին երկար հերթապահությունը։ Նա ներկայացավ որպես բժիշկ Տիգրան, վերակենդանացման բաժանմունքի բժիշկ։ Մարինեն ոտքի թռավ, ոտքերը հազիվ էին պահում սեփական մարմինը։
Բժիշկն անմիջական էր։ Ռաֆայելը ողջ էր, բայց ծայրահեղ ծանր վիճակում։ Հոսանքահարումը երկարած սրտի կանգ էր առաջացրել։ Նույնիսկ վերակենդանացումից հետո ուղեղը բավական երկար էր մնացել առանց թթվածնի, ինչը լուրջ նյարդաբանական վնասներ էր պատճառել։ Նա խորը կոմայի մեջ էր, ինտուբացված, կախված էր սարքերից շնչելու համար։ Առաջիկա օրերը որոշիչ էին լինելու, բայց բժիշկը ոչինչ չէր կարող խոստանալ։ Իրականում, նրա ձայնի տոնը հասկացնում էր, շանսերը նվազագույն էին։ Մարինեն ուզում էր գոռալ, ուզում էր թափահարել այդ բժշկին ու պահանջել, որ նա ինչ-որ բան անի, ցանկացած բան։ Բայց նա պարզապես գլխով արեց, ընդունելով բառերը, ասես դրանք հարվածներ լինեին Ստամոքսին։ Խնդրեց տեսնել նրան։ Բժիշկը տատանվեց, բայց վերջում համաձայնեց։ 5 րոպե։ Ընդամենը 5 րոպե։ Երբ մտավ վերակենդանացման բաժանմունք, Մարինեն հազիվ ճանաչեց այն մարդուն, որ պառկած էր մահճակալին։ Ռաֆայելը, որ միշտ այնքան կենսախինդ էր, միշտ ժպտում էր, անշարժ էր, միացված սարսափելի քանակությամբ խողովակների ու լարերի։ Դեմքն այտուցված էր, մաշկը գունատ, աչքերը փակ։ Միակ ձայնը սրտի մոնիտորի անընդհատ ազդանշանն էր մեխանիկական օդափոխիչի ռիթմիկ շվոցը։ Մարինեն բռնեց նրա ձեռքը, զգաց այն ջերմությունը, որ դեռ ճառագում էր այն մարմնից, որն այդքան լավ գիտեր։ Կռացավ ու շշնջաց նրա ականջին. «Ես այստեղ եմ, սերս։ Դու լավանալու ես։ Մենք քո կարիքն ունենք։ Անին քո կարիքն ունի»։ Բայց Ռաֆայելը չշարժվեց։ Ոչ մի դող, ոչ մի նշան։ Պարզապես մարմինն էր այնտեղ, ներկա ու բացակա մի նույն ժամանակ։ Հաջորդ օրերը ցավի, վախի ու հյուծվածության մշուշի մեջ անցան։ Մարինեն գրեթե ապրում էր հիվանդանոցում։ Տիկին Սոնան ստանձնել էր Անիի խնամքը, աղջկան դպրոցից վերցնում էր, ուտելիք պատրաստում, փորձում ինչ-որ բնականոնություն պահպանել։ Բայց Անին գիտեր, որ ինչ-որ շատ վատ բան է կատարվում։ Նա անընդհատ հոր մասին էր հարցնում։ Մարինեն սկզբում փորձում էր պաշտպանել նրան, ասում էր, որ հայրիկը հիվանդանոցում է, որ շուտով տուն կվերադառնա։ Բայց երեխաները զգում են։ Անին տեսնում էր հուսահատությունը մոր աչքերում, լսում էր տատիկի ու հորեղբայրների միջ շուկով խոսակցությունները։ Եվ սկսեց լռել, ինքնամփոփ դառնալ, այն հայացքով, որն այլս երեխայի հայացք չէր։ Երկրորդ շաբաթը բժշկական անձնակազմը հանդիպում կազմակերպեց Մարինեի հետ։ Բժիշկ Տիգրանն այնտեղ էր, պատասխանատու նյարդաբանի, բժշկուհի Գայանեի հետ, միջին տարիքի մի կին, միաժամանակ խիստ ու կարեկից հայացքով։ Նա ցույց տվեց հետազոտությունները, Ռաֆայելի ուղեղի պատկերները։ Բացատրեց ցավալի հանգստությամբ ու պարզությամբ, որ վնասվածքները լայնածավալ են։ Գիտակցության համար պատասխանատու հատվածները խիստ տուժել էին։ Ռաֆայելը վեգետատիվ կոմայի մեջ էր։ Ուղեղի նշանակալի ակտիվություն չկար։ Խթաններին արձագանք չկար։ Նրանց գնահատմամբ ապաքինման իրական հնարավորություն չկար։ Մարինեն լսեց այս ամենը, զգաց, որ աշխարհը երկրորդ անգամ է փլուզվում։ Բժշկուհի Գայանեն շոշափեց այն թեման, որից Մարինեն վախենում էր, սարքերն անջատելու հնարավորությունը։ Դա որոշում չէր, որ պետք է անմիջապես կայացվեր, բայց դա մի բան էր, որ պետք է քննարկվեր։ Մարինեն դուրս եկավ այդ սենյակից դանդաղ քայլերով, հատակը կարծես բացվում էր նրա ոտքերի տակ։ Նա դա չպատմեց Անիին։ Ինչպես կարող էր։ Ինչպես ասել 8 տարեկան աղջկան, որ հայրն այլս չի արթնանալու։ Բայց Անին, երեխաներին բնորոշ սուր ընկալմամբ, սկսեց ավելի դժվար հարցեր տալ։ Մամ, երբ է հայրիկը տուն գալու։ Մարինեն խուսափում էր, ասում էր, որ նա պետք է մի քիչ էլ հիվանդանոցում մնա։ Մինչ մի օր Անին խնդրեց այցելել նրան։ Մարինեն փորձեց մերժել։ Երեխան չպետք է հորն այդ վիճակում տեսնի։ Բայց Անին պնդեց։ Աղաչեց։ Եվ Մարինեն, չափազանց հոգնած պայքարելու համար, վերջում զիջեց։ Տիկին Սոնան էր, որ աղջկան առաջին անգամ հիվանդանոց տարավ։ Մարինեն աշխատում էր, փորձելով նվազագույն եկամուտ ապահովել, վճարելու համար այն հաշիվները, որոնք չէին դադարում գալ։ Երբ այդ օրը հասավ վերակենդանացման բաժանմունք, գտավ Անիին նստած հոր մահճակալի կողքին, իր փոքրիկ ձեռքերով բռնած նրա ձեռքը, կամացուկ խոսելով։ Մարինեն կանգ առավ դռան մոտ, դիտելով։ Անին հորը պատմում էր մաթեմատիկայի դասի, ընկերուհու հետ ունեցած վեճի, փողոցում տեսած շան մասին։
Խոսում էր բնական, ասես Ռաֆայելը պարզապես քնած լիներ ու ցանկացած պահի կարթնանար պատասխանելու համար։ Եվ հետո տեղի ունեցավ մի բան, որը ստիպեց Մարինեի սրտին բաբախել։ Անին ժպտաց ու ոգորված ասաց. «Նա սեղմեց իմ ձեռքը, մամ։ Հայրիկը սեղմեց իմ ձեռքը»։ Մարինեն մոտեցավ, սիրտը արագ բաբախելով։ Բայց երբ նայեց Ռաֆայելին, նա շարունակում էր անշարժ մնալ։ Մոնիտորները ոչ մի փոփոխություն չէին ցույց տալիս։ Բուժքույրը, որը վերակենդանացման բաժանմունքում էր, փորձառու մի կին, անունը Լուսինե, մոտեցավ ու նրբորեն բացատրեց, որ դա ռեֆլեքս էր։ Ակամա մկանային կծկումներ։ Կոմայի մեջ գտնվող հիվանդների մոտ պատահում էր։ Դա գիտակցություն չէր նշանակում։ Անին նայեց բուժքրոջը վճռական արտահայտությամբ, որը Մարինեն երբեք նրա մոտ չէր տեսել։ Դա ռեֆլեքս չէր։ Նա սեղմեց, որովհետև ես խնդրեցի։ Նա ինձ լսեց։ Լուսինեն համբերատար ժպտաց, բայց չհակաճառեց աղջկան։ Մարինեն, իր հերթին, զգաց հույսի ու հուսահատության խառնուրդ։ Նա ուզում էր հավատալ։ Այնքան շատ էր ուզում հավատալ։ Հաջորդ օրերին Անին սկսեց դպրոցից հետո ամեն օր հիվանդանոց գնալ։ Տիկին Սոնան նրան վերցնում էր, տանում այնտեղ, աղջիկը ժամերով անցկացնում էր հոր կողքին։ Խոսում էր, երգում այն երգերը, որ նա սիրում էր, ցույց տալիս իր նկարածները։ Բժիշկներն ու բուժքույրերը սկսեցին սովորել նրա ներկայությանը։ Ոմանք դա գեղեցիկ էին համարում։ Ոմանք՝ տխուր։ Բայց բոլորը համաձայն էին, որ դա անօգուտ էր։ Ռաֆայելը չէր արթնանալու։ Մարինեն, մինույն ժամանակ, գնալով ավելի էր խորտակվում։ Հաշիվները ուշանում էին։ Գումարը, որ նրանք հավաքել էին սեփական տուն գնելու համար, վերջանում էր։ Դեղերի, մասնավոր հետազոտությունների ծախսերը, այս ամենը խլում էր ամեն լումա։ Նա փորձում էր աշխատել, բայց հոգնածությունն այնքան մեծ էր, որ սկսեց սխալներ թույլ տալ։ Սուպերմարկետի կառավարիչը նկատողություն արեց։ Քիչ մնաց կորցներ աշխատանքը։ Գիշերը, երբ վերադառնում էր մոր տուն, որտեղ ժամանակավորապես ապրում էին, Մարինեն կոտրվում էր։ Լաց էր լինում լոգարանում թաքուն, որ Անին չլսի։ Նայում էր կապույտ նոթատետրին, որտեղ գրված էին բոլոր այն երազանքները, որոնք միասին էին կառուցել։ Բակով տունը։ Ծովափ մեկնելը։ Անիի 15-ամյակի խնջույքը։ Ամեն ինչ այժմ այնքան հեռու, այնքան անհնարին էր թվում։ Մի գիշեր Մարինեն հիվանդանոցի միջանցքում էր, երբ լսեց երկու բժիշկների խոսակցությունը։ Նրանք խոսում էին Ռաֆայելի մասին։ Նրանցից մեկն ասում էր, որ ափսոս է հիվանդին այդ վիճակում պահելը։ Որ սարքերը կարելի է անջատել, որ ընտանիքն անտեղի տառապում է։ Մյուսը համաձայնեց։ Քննարկեցին արձանագրություններ, ընթացակարգեր, ժամկետներ։ Մարինեն հենվեց պատին, ոտքերը դողում էին։ Նրանք խոսում էին սարքերն անջատելու մասին։ Ռաֆայելին թողնելու, որ հեռանա։ Նա գիտեր, որ դա գալու էր, բայց լսել, թե ինչպես է դա քննարկվում այդքան սառնասրտորեն, ասես դա պարզապես կլինիկական դեպք լիներ, չափազանց շատ էր։ Նա սահեց պատի երկայնքով, մինչ նստեց միջանցքի սառը հատակին, գրկելով ծնկները, փորձելով խեղդել հեկեկոցները։ Այդպես նրան գտավ բուժքույր Լուսինեն։ Լուսինեն, որն այդ վերակենդանացման բաժանմունքում աշխատում էր ավելի քան 15 տարի, ամեն ինչ տեսել էր։ Կործանված ընտանիքներ, անհավանական հրաշքներ, սրտաճմլիկ հրաժեշտներ։ Նա օգնեց Մարինեին ոտքի կանգնել, տարավ նրան խոհանոց, թեյ պատրաստեց ու նստեց նրա կողքին։ Լուսինեն դատարկ մխիթարական խոսքեր չասաց։ Չասաց, որ ամեն ինչ լավ կլինի, որովհետև գիտեր, որ գուցե չլինի։ Բայց ասաց մի բան, որը Մարինեն երբեք չէր մոռանա։ Ես շատ բան եմ տեսել այս հիվանդանոցում։ Տեսել եմ հիվանդների, որոնց մասին բժիշկներն ասում էին, որ շանս չունեն, որոնք վերադարձել են։ Տեսել եմ ուրիշների, որոնք ամեն ինչ ունեին ապրելու համար, բայց չկարողացան։ Բժշկությունը գիտություն է, բայց նա առեղծված։ Ձեր աղջիկը հավատում է, որ հայրը կվերադառնա։ Եվ ես տեսել եմ, որ հավատը երբեմն այնպիսի բաների է հասնում, որոնք բժշկությունը չի կարող բացատրել։ Մարինեն նայեց Լուսինեին, կարմրած աչքերով։ Բայց բժիշկներն ասացին, որ հույս չկա։ Լուսինեն գլխով արեց։ Բժիշկները խոսում են վիճակագրության հավանականությունների հիման վրա։ Եվ նրանք ճիշտ են մեծ մասամբ։ Բայց ոչ միշտ։
Ես ոչինչ չեմ կարող խոստանալ ձեզ, Մարինե։ Ոչ ոք չի կարող։ Բայց քանի դեռ ձեր աղջիկը հավատում է, քանի դեռ նրա սիրտը բաբախում է, գուցե դեռ ինչ-որ բան կա անելու։ Մարինեն չգիտեր, դա իրական հույս էր, թե պարզապես հուսահատություն, որը փնտրում էր ինչ-որ բան, որից կարելի էր կառչել։ Բայց այդ գիշեր, երբ մտավ այն սենյակ, որտեղ Անին քնած էր, նա պառկեց աղջկա կողքին ու ամուր գրկեց նրան։ Անին, նույնիսկ քնած, փաթաթվեց մոր գրկում։ Եվ Մարինեն հասկացավ, որ եթե ոչ իր համար, ապա պետք է շարունակի հավատալ այն երեխայի համար, որը հրաժարվում էր ընդունել հոր բացակայությունը։ Հաջորդ առավոտ Մարինեն արթնացավ մի վճռականությամբ, որը չգիտեր, թե որտեղից էր գալիս։ Նա դեռ չէր հանձնվելու։ Ոչ, քանի դեռ Ռաֆայելի սիրտը դեռ բաբախում էր։ Ոչ, քանի դեռ Անին դեռ հավատ ուներ։ Նա հանդիպում խնդրեց բժշկական անձնակազմի հետ։ Ուզում էր իմանալ, արդյոք կա որևէ բան, ցանկացած բան, որը կարելի է փորձել։ Փորձարարական բուժում, այլընտրանքային թերապիաներ, ցանկացած հնարավորություն, որը դեռ չէր ուսումնասիրվել։ Բժիշկ Տիգրանն ու բժշկուհի Գայանեն նրան ընդունեցին որոշակի դժկամությամբ։ Նորից բացատրեցին, որ վնասվածքները լուրջ են, որ շանսերը նվազագույն են։ Բայց Մարինեն պնդեց։ Եվ հենց այդ ժամանակ բժշկուհի Գայանեն ինչ-որ բան հիշատակեց։ Նրա գործընկերներից մեկը, բժիշկ Հենրիկ Մանուկյանը, նյարդաբան էր, որն աշխատում էր գիտակցության փոփոխված վիճակների վերաբերյալ հետազոտությունների վրա։ Նա հիվանդանոցի հիմնական անձնակազմից չէր, բայց երբեմն այցելում էր խորհրդատվությունների համար։ Գուցե նա կարողանար գնահատել Ռաֆայելի դեպքը։ Ոչ թե դա կանխատեսումը կփոխեր, բայց… Մարինեն կառչեց այդ հնարավորությունից, ինչպես օվկիանոսի մեջ փրկողակից կառչող մարդ։ Խնդրեց, աղաչեց, որ կանչեն այդ բժշկին։ Բժշկուհի Գայանեն, ավելի շատ կարեկցանքից դրդված, քան բժշկական հույսից, համաձայնեց կապ հաստատել։ Մի քանի օր անց բժիշկ Հենրիկ Մանուկյանը հայտնվեց հիվանդանոցում։ 50 անց տղամարդ էր, ալեխառն մազերով, զուսպ շրջանակով ակնոցներով, հանգիստ ու դիտողական պահվածքով։ Նա ժամերով զննեց Ռաֆայելին, վերլուծեց հետազոտությունները, խոսեց անձնակազմի հետ։ Հետո խնդրեց խոսել Մարինեի, զարմանալիորեն, նա Անիի հետ։ Երեքը նստեցին մի փոքր սենյակում։ Բժիշկ Հենրիկը ուշադիր նայեց Անիին, ասես իսկապես հետաքրքրված լիներ նրա ասելիքով։ Պատմիր ինձ, Անի։ Դու ասացիր, որ հայրիկդ սեղմել է քո ձեռքը։ Կարող ես պատմել, թե ինչպես է եղել։ Անին, որ վերջին օրերին լուռ էր, բացվեց։ Պատմեց, թե ինչպես էր ամեն օր խոսում հոր հետ, ինչպես էր երգում նրա համար, ինչպես էր խնդրում, որ նա նշան տա։ Եվ ինչպես, երբեմն, զգում էր, որ նա պատասխանում է։ Ոչ միշտ, բայց երբեմն։ Գրեթե աննկատ շարժում մատներում։ Թեթ կծկում ձեռքում։ Բաներ, որոնք բժիշկներն ասում էին, որ ռեֆլեքսներ են, բայց որոնց մասին նա վստահ էր, որ այդպես չէ։ Բժիշկ Հենրիկը ուշադիր լսեց ամեն ինչ։ Հետո նայեց Մարինեին։ Ես ոչինչ չեմ կարող խոստանալ։ Ուզում եմ, որ սա շատ պարզ լինի։ Վնասվածքները, որ Ռաֆայելը ստացել է, իրական են ու լուրջ։ Ապաքինման հավանականությունը վիճակագրորեն շատ ցածր է։ Բայց կա մի արձանագրություն, որն ուսումնասիրվում է որոշ բժշկական կենտրոններում։ Այն կոչվում է բազմազգայարանային խթանում։ Գաղափարն այն է, որ հիվանդին ենթարկեն նշանակալի խթանների, հարազատ ձայների, երգերի, որոնք նա սիրում էր, հոտերի, հպումների։ Տեսությունն այն է, որ այդ խթանները կարող են որոշ հազվագյուտ դեպքերում ակտիվացնել ուղեղի այն հատվածները, որոնք կարծես քնած են։ Մարինեն զգաց, որ սիրտը արագանում է։ Եվ դա օգնում է։ Բժիշկ Հենրիկն ազնիվ էր։ Որոշ դեպքերում դա նվազագույն արձագանքներ է առաջացնում։ Փոքր շարժումներ, փոփոխություններ ուղեղի ալիքներում։ Մյուս դեպքերում ոչինչ չի առաջացնում։ Դա փորձարարական է։ Երաշխավորված չէ։ Բայց ինչպես տեսա, ձեր աղջիկն արդեն ինտուիտիվորեն դա անում է։ Գուցե կարողանանք ավելի լավ կառուցել, ավելի համակարգված դարձնել։ Անին նայեց բժշկին փայլող աչքերով։ Ես կարող եմ շարունակել խոսել հայրիկիս հետ։ Բժիշկ Հենրիկը ժպտաց։ Ոչ միայն կարող ես, այլ պետք է։ Դու լինելու ես դրա հիմնական մասը։ Եվ այսպես սկսվեց նոր փուլ։ Բժիշկ Հենրիկը Ռաֆայելի համար հատուկ արձանագրություն կազմեց։
Սիրելի երգերը պետք է հնչեին որոշակի ժամերի։ Մարինեն ձայնագրեց հաղորդագրություններ, հիշողություններ հատուկ պահերից, որոնք պետք է նվագարկվեին նրա համար։ Անին կշարունակեր իր ամենօրյա խոսակցությունները։ Լուսինեին բուժքույրական անձնակազմին հանձնարարվեց շոշափական մերսումներ անել, օգտագործել հատուկ բույրեր։ Ամեն ինչ փորձելու հասնել Ռաֆայելին, որտեղ էլ որ նա լիներ։ Առաջին շաբաթներին ոչինչ չփոխվեց։ Ռաֆայելը շարունակում էր անշարժ մնալ, մոնիտորները ցույց էին տալիս նույն պատկերները։ Մարինեն սկսեց նորից հույսը կորցնել։ Բայց Անին՝ ոչ։ Աղջիկն ամեն օր, առանց բացառության, գնում էր, խոսում հոր հետ, երգում, պատմություններ պատմում։ Եվ շարունակում էր պնդել, որ նա իրեն լսում է։ Ապրիլյան մի օր էր, արձանագրության սկզբից գրեթե 1 ամիս անց, երբ ինչ-որ տարբեր բան տեղի ունեցավ։ Մարինեն նստած էր Ռաֆայելի մահճակալի կողքին, հյուծված, գրեթե քնած։ Անին նոր էր դուրս եկել տիկին Սոնայի հետ։ Սենյակում դրված փոքր ռադիոն նվագում էր մի երգ, որը Ռաֆայելը շատ էր սիրում, հին, սիրված ռաբիս երգ, որը նա միշտ մրմնջում էր աշխատելիս։ Եվ հետո Մարինեն տեսավ մի շարժում։ Գրեթե աննկատ, բայց հստակ։ Ռաֆայելի աջ ձեռքի ցուցամատը շարժվեց։ Ընդամենը մի փոքր դող, բայց Մարինեն բացարձակապես վստահ էր, որ դա երակայություն չէր։ Նա կանչեց բուժքույր Լուսինեին, որը վազելով եկավ։ Նրանք մնացին դիտելու։ Րոպեներ անց դա նորից տեղի ունեցավ։ Մեկ այլ շարժում, մի փոքր ավելի նկատելի։ Լուսինեն ստուգեց մոնիտորները։ Ուղեղի ալիքներում նուրբ փոփոխություն կար։ Ոչ դրամատիկ, բայց ինչ-որ տարբեր բան, քան այն, ինչ տեսել էին վերջին շաբաթներին։ Նա ամեն ինչ գրի առավ, կանչեց բժշկական անձնակազմին։ Բժշկուհի Գայանեն եկավ, զննեց, նոր հետազոտություններ խնդրեց։ Բոլորը շարունակում էին թերահավատ լինել, բայց ինչ-որ բան կար այնտեղ։ Ինչ-որ բան փոխվում էր։ Երբ Անին հաջորդ օրն իմացավ, նա այնքան ուժեղ գրկեց մորը, որ Մարինեն քիչ մնաց հավասարակշռությունը կորցներ։ Ես գիտեի, մամ։ Ես գիտեի, որ նա ինձ լսում է։ Եվ շարունակեց։ Ամեն օր, էլ ավելի մեծ նվիրումով, Անին խոսում էր հոր հետ։ Պատմում էր դպրոցի, ընկերների, այն ծրագրերի մասին, որոնք ունեին, երբ նա տուն վերադառնար։ Եվ Մարինեն, որն այնքան մոտ էր հանձնվելուն, զգաց մի բան, որը շաբաթներով չէր զգացել, հույսի մի փոքր, փխրուն, բայց իրական կայծ։ Շարժումներն ավելի հաճախակի դարձան։ Միշտ փոքր, միշտ նուրբ։ Բայց հետողական։ Եվ միշտ թվում էր, թե տեղի են ունենում, երբ Անին մոտակայքում էր։ Բժիշկ Հենրիկը նորից այցելեց, զննեց նոր տվյալները, առաջին անգամ սկզբից ի վեր ասաց մի բան, որը Մարինեն չէր սպասում։ Գուցե հնարավորություն կա։ Գուցե։ Ընդամենը դա։ Բայց Մարինեի ու Անիի համար գուցե նա ավելին էր, քան բավարար։ Դա մի դուռ էր, որը փակվել էր, որն այժմ, շատ դանդաղ, սկսում էր կիսաբացվել։ Նրանք չգիտեին, թե ինչ կար մյուս կողմում։ Չգիտեին, թե արդյոք Ռաֆայելը կկարողանա լիովին վերադառնալ։ Բայց առաջին անգամ այն սարսափելի մարտյան առավոտից ի վեր, նրանք իրենց թույլ տվեցին նորից երազել։ Անին այդ գիշեր տուն վերադարձավ, մրմնջալով նույն երգը, որը հնչում էր հիվանդանոցի սենյակում։ Մարինեն նայեց նրան, շաբաթներ անց առաջին անգամ, իսկապես ժպտաց։ Դեռ երկար ճանապարհ կար անցնելու։ Դեռ կային անորոշություններ, վախեր, հսկայական խոչընդոտներ։ Բայց հիմա, գոնե, ճանապարհ կար։ Եվ նրանք պատրաստվում էին անցնել այն միասին, քայլ առ քայլ, մինչ վերջ։ Մայիսը բերեց Երանի առաջին ցուրտ առավոտները, այն բնորոշ կլիման, երբ ары դեռ տաքացնում է ցերեկը, բայց գիշերները բաճկոն են պահանջում։ Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում Ռաֆայելը շարունակում էր իր կախված գոյությունը, լինելու չլինելու միջ, մինչդեռ նրա շուրջ կյանքը վերադասավորվում էր այս նոր իրականության շուրջ։ Մարինեն կարողացել էր պայմանավորվել սուպերմարկետում կրճատված ժամանակացույցի շուրջ, ինչը նշանակում էր ավելի քիչ գումար, բայց ավելի շատ ժամանակ հիվանդանոցում։ Անին պահպանում էր իր անխախտ օրակարգը՝ դպրոց, տնային աշխատանք սպասասրահում, այցելություն հորը, վերադարձ տատիկի տուն։ Փոքր շարժումները, որոնք սկսել էին հայտնվել, ավելի հստակ դարձան։ Ոչ մի դրամատիկ բան։ Ռաֆայելը աչքերը չէր բացում, չէր խոսում, լիարժեք գիտակցության նշաններ ցույց չէր տալիս։ Բայց նրա մատներն ավելի հաճախ էին արձագանքում խթաններին։
Մի անգամ, երբ Մարինեն միացրեց մի երգ, որը հնչել էր իրենց հարսանիքին, նա թեթակի շարժեց գլուխը։ Բժիշկները շարունակում էին զգուշավոր լինել, բացատրելով, որ դա դեռ կարող է պարզապես ռեֆլեքսային ակտիվություն լինել, բայց բժիշկ Հենրիկը կարծես իսկապես հետաքրքրված էր։ Նա ամեն շաբաթ վերադառնում էր հիվանդանոց, զննում տվյալները, շտկում արձանագրությունը։ Հենց այդ այցելություններից մեկի ժամանակ բուժքույր Լուսինեն Մարինեին մի կողմ քաշեց միջանցքում։ Մի բան ուներ ասելու։ Վերջին օրերին մի տղամարդ մի քանի անգամ հայտնվել էր հիվանդանոցում, միշտ կեսօրին, երբ շարժն ավելի շատ էր։ Նա հեռվից կանգնում էր, դիտում վերակենդանացման բաժանմունքի պատուհանից, երբեք չմտնելով կամ չներկայանալով։ 60-անց տղամարդ էր, ալեխառն մազերով, կորացած ուսերով, մի արտահայտությամբ, որը Լուսինեն նկարագրեց որպես մարդու, որն աշխարհի բեռն է կրում իր ուսերին։ Հենց այդ կեսօրին Լուսինեն նրան նորից տեսավ։ Այս անգամ նա ավելի մոտ էր, ապակու միջով նայում էր մի լարվածությամբ, որը կարծես ցավեցնում էր։ Մարինեն հետեց բուժքրոջ հայացքին ու տեսավ նրան։ Սիրտը կանգ առավ։ Նա ճանաչում էր այդ մարդուն։ Ավելի ճիշտ, ճանաչում էր այն հազվագյուտ պատմություններից, որ Ռաֆայելը պատմում էր։ Անտոն։ Ռաֆայելի հայրը։ Այն մարդը, որն անհետացել էր որդու կյանքից ավելի քան 12 տարի առաջ, մի վեճից հետո, որը ոչ ոք երբեք չէր ուզել մանրամասն բացատրել Մարինեին։ Մարինեն զգաց, թե ինչպես է զայրույթի ալիքը բարձրանում կրծքում։ Ինչպես էր նա համարձակվում։ Այդքան ժամանակ, այդքան լքվածությունից, այդքան լռությունից հետո հայտնվում էր հիմա, երբ Ռաֆայելն այս վիճակում էր, անկարող նրան պաշտպանելու կամ դուրս շպրտելու։ Նա քայլեց դեպի վերակենդանացման բաժանմունքի դուռը, դուրս եկավ միջանցք ու դեմ առ դեմ կանգնեց Անտոնին։ Երկուսը մի պահ կանգնեցին դեմ դիմաց, որը կարծես հավերժություն տեց։ Անտոնն առաջինը խոսեց։ Ձայնը խռպոտ էր, ասես երկար ժամանակ կարևոր բաների համար չէր օգտագործվել։ Ես իմացա դժբախտ պատահարի մասին։ Մի հարան պատմեց։ Ես պետք է տեսնեի։ Մարինեն խաչեց ձեռքերը, պաշտպանական կեցվածքով։ Տեսնեիր։ 12 տարի անհետանալուց հետո հայտնվում ես, որ տեսնես։ Անտոնը գլուխը կախեց։ Պաշտպանվելու բան չուներ, դա գիտեր։ Ես գիտեմ, որ իրավունք չունեմ։ Ես գիտեմ, որ վախկոտ եմ եղել։ Բայց նա իմ որդին է, Մարինե։ Իմ միակ որդին։ Մարինեն զգաց, թե ինչպես են արցունքները այրում աչքերը, բայց հրաժարվեց թույլ տալ, որ դրանք թափվեն։ Նա քո որդին էր նա, երբ դու հեռացար։ Երբ նա ամուսնացավ, երբ Անին ծնվեց։ Որտեղ էիր դու։ Անտոնը գուլ տվեց։ Ես վախենում էի։ Ամաչում էի։ Ինքս ինձնից զայրացած էի։ Սխալ ընտրություններ եմ արել, Մարինե։ Կործանել եմ իմ ընտանիքը։ Եվ երբ հասկացա վնասի չափը, մտածեցի, որ ավելի լավ կլինի հեռու մնալ։ Որ նրանք ավելի լավ կլինեն առանց ինձ։ Մարինեն գլուխը թափահարեց։ Չէր ուզում արդարացումներ լսել։ Ռաֆայելը երբեք ավելի լավ չի եղել առանց քեզ։ Նա քո կարիքը զգացել է ամեն օր։ Հատկապես սկզբում։ Հետո նա սովորեց առաջ շարժվել։ Կյանք կառուցեց առանց քեզ։ Ընտանիք։ Եվ հիմա դու հայտնվում ես, որովհետև նա հիվանդանոցի մահճակալին է։ Անտոնը փակեց աչքերը, ցավն ակնհայտ էր դեմքին։ Ես գիտեմ, որ չեմ կարող անցյալը ուղղել։ Բայց ես ուզում էի, ես պետք է տեսնեի նրան։ Թեկուզ հեռվից։ Մարինեն պատրաստվում էր նրան դուրս ուղարկել։ Պատրաստվում էր ասել, որ նա իրավունք չունի այստեղ լինելու, որ արդեն բավական ցավ է պատճառել։ Բայց այդ պահին միջանցքում հայտնվեց Անին, սպասասրահից գալով տիկին Սոնայի հետ։ Աղջիկը կանգ առավ, տեսնելով երկու մեծահասակների բախումը, հետո նայեց Անտոնին երեխաներին բնորոշ բնական հետաքրքրասիրությամբ։ Նա նրան չէր ճանաչում, երբեք լուսանկար չէր տեսել, բայց նրա արտահայտության մեջ ինչ-որ բան կար, որը ճանաչում էր հուշում, ասես պատմված պատմությունները մի պատկեր ստեղծած լինեին նրա մտքում։ Անին մոտեցավ, նայելով տղամարդուն։ Դուք ճանաչում եք հայրիկիս։ Անտոնը նայեց թոռնուհուն, որին երբեք չէր ճանաչել, ինչ-որ բան կոտրվեց նրա ներսում։ Արցունքները, որոնք նա այդքան տարիներ պահել էր, սկսեցին թափվել։ Նա ծնկի իջավ, նրա հասակին հավասարվելու համար, պահպանելով հարգալից հեռավորություն։ Այո։
Ես ճանաչում եմ քո հորը, երբ նա դեռ փոքր էր։ Քեզնից էլ փոքր։ Անին գլուխը թեքեց։ Դու իմ պապիկն ես։ Անտոնը գլխով արեց, անկարող խոսելու։ Անին մի պահ լուռ մնաց, մտածելով։ Հետո երեխաներին բնորոշ կործանարար պարզությամբ ասաց. Հայրիկս հիվանդ է։ Բայց նա լավանալու է։ Դու կարող ես նրան իսկապես ճանաչել, երբ նա արթնանա։ Մարինեն տեսավ տեսարանը, զգաց, որ ինչ-որ բան շարժվեց իր ներսում։ Զայրույթը դեռ այնտեղ էր, ամուր ու արդարացված։ Բայց կար նա ուրիշ բան։ Գուցե կարեկցանք։ Գուցե հոգնածություն։ Գուցե այն գիտակցումը, որ այդ պահին հին վիրավորանքներ պահելը մի շքեղություն էր, որը նա չէր կարող իրեն թույլ տալ։ Նա հոգոց հանեց, ձեռքը տարավ մազերի միջով ու նայեց տիկին Սոնային, որը դիտում էր ամեն ինչ իր լուռ իմաստությամբ։ Մայրը պարզապես գլխով արեց, ասելով, թող աղջիկը որոշի։ Մարինեն նայեց Անտոնին, ձայնը դեռ սառն էր, բայց ավելի քիչ ագրեսիվ։ Դու կարող ես մնալ։ Բայց Անիին մի տանջիր։ Նա արդեն բավական բաների միջով է անցնում։ Անտոնը ոտքի կանգնեց, դեմքը մաքրելով ձեռքի թիկունքով։ Շնորհակալ եմ։ Ես խոստանում եմ։ Այդպես Անտոնը սկսեց մաս կազմել այն տարօրինակ ու ցավալի օրակարգին։ Նա հայտնվում էր ամեն օր, միշտ նույն ժամին, միշտ լուռ։ Նստում էր սպասասրահում, կամացուկ խոսում Անիի հետ պարզ բաների մասին, դպրոցի, մուլտֆիլմերի, այն գրքերի, որոնք նա կարդում էր։ Երբեք չփորձեց իրեն պահել որպես ակնթարթային պապիկ։ Կարծես հասկանում էր, որ դա պետք է վաստակվեր, որ վստահության համար կարճ ճանապարհներ չկային։ Մարինեն նրան հեռվից դիտում էր, դեռ կասկածամիտ։ Տիկին Սոնան, իր հերթին, մի քանի անգամ խոսեց նրա հետ։ Իմացավ, որ Անտոնը մենակ է ապրում կենտրոնի հին թաղամասերից մեկում գտնվող փոքր բնակարանում, որ աշխատում է որպես գիշերային պահակ ավտոկայանատեղիում, որ վերջին տարիներն անցկացրել է ինքն իրեն պարտադրված մենության մեջ, որը կարծես վաղաժամ ծերացրել էր նրան։ Սոնան, որ միշտ ավելի ներողամիտ էր, քան դուստրը, սկսեց մեղմանալ։ Նա ճանաչում էր մեղքից կործանված մարդուն, երբ տեսնում էր։ Անին իր հերթին ընդունեց պապիկին այն կարողությամբ, որը միայն երեխաներն ունեն, տեսնելու մարդկանց առանց դատողության այն շերտերի, որոնք մեծահասակները կուտակում են։ Նա չէր հասկանում հին վեճերը, վիրավորանքները, դառնությունները։ Նա տեսնում էր միայն մի տխուր մարդու, որն ուզում էր ճանաչել իր որդուն։ Եվ, նրա պարզ տրամաբանությամբ, դա բավարար էր։ Մի կեսօր Անին խնդրեց, որ Անտոնը իր հետ մտնի վերակենդանացման բաժանմունք։ Մարինեն տատանվեց, բայց բժիշկ Հենրիկը, որը ներկա էր, քաջալերեց։ Տարբեր խթաններ, ասաց նա։ Տարբեր ձայներ։ Անտոնը հետեց թոռնուհուն տատանվող քայլերով, ասես գնում էր մահապատժի։ Երբ տեսավ Ռաֆայելին այն մահճակալին միացված սարքերին, գունատ ու անշարժ դեմքով, Անտոնը կոտրվեց։ Նա բռնվեց կողքի աթոռիթից, ոտքերը դողում էին։ Անին բռնեց նրա ձեռքը, փոքր ու ամուր։ Մի լացիր, պապիկ։ Հայրիկը չի սիրում, երբ ինչ-որ մեկը լաց է լինում։ Անտոնը նստեց, նայելով որդուն, որին այդքան ժամանակ չէր տեսել։ Ռաֆայելը տղա էր, երբ նա հեռացել էր։ Հիմա տղամարդ էր, կյանքից, ծանր աշխատանքից, պատասխանատվություններից նշաններ կրող։ Անտոնը բռնեց որդու ձեռքը, զգալով բոլոր կորցրած տարիների ծանրությունը։ Սկսեց խոսել, ձայնը կտրատված։ Ներողություն խնդրեց։ Հեռանալու համար։ Թույլ լինելու համար։ Այնտեղ չլինելու համար, երբ Ռաֆայելը կառուցում էր իր կյանքը։ Ասաց, որ հասկանում է, եթե Ռաֆայելը երբեք չկարողանա ներել իրեն, բայց որ պետք է իմանա, զղջումը մի բեռ էր, որը կրել էր ամեն օր։ Անին կողքին կանգնած լսում էր։ Հետո, իր պարզ ձայնով, ասաց. Պապիկ, պատմիր նրան, թե ինչ ես սիրում։ Ուրախ բաներ։ Նա ուրախ բաներ է սիրում։ Անտոնը մաքրեց աչքերն ու փորձեց։ Սկսեց պատմել պատմություններ, երբ Ռաֆայելը փոքր էր։ Թե ինչպես էր սիրում գնդակ խաղալ տան մոտի դաշտում։ Թե ինչպես էր վախենում ամպրոպից ու վազում հոր գիրկը։ Թե ինչպես, երբ մոտ 5 տարեկան էր, որոշել էր, որ ուզում է հրշեջ դառնալ ու ամիսներով պլաստմասե կարմիր սաղավարտ էր կրում։ Պատմություններ, որոնք Մարինեն երբեք չէր լսել, որոնք Ռաֆայելը հազվադեպ էր պատմում, որովհետև դրանք գալիս էին մի ժամանակից, որը չափազանց ցավոտ էր վերհիշելու համար։
Եվ տեղի ունեցավ մի արտասովոր բան։ Մինչ Անտոնը խոսում էր, մոնիտորները սկսեցին փոփոխություններ ցույց տալ։ Փոքր, բայց հստակ։ Բժիշկ Հենրիկը, որը մտել էր դիտելու, ամեն ինչ գրի առավ։ Կանչեց բժշկուհի Գայանեին։ Երկու բժիշկները վերլուծեցին տվյալները զսպված զարմանքի արտահայտություններով։ Ռաֆայելի ուղեղի ակտիվությունը փոխվել էր այդ խոսակցության ընթացքում։ Դրանք այլս պարզապես ռեֆլեքսներ չէին։ Դա ինչ-որ տարբեր բան էր։ Ինչ-որ բան, որը հուշում էր ճանաչողական մշակման մասին, թեկուզ նվազագույն։ Հաջորդ շաբաթներին արձանագրությունն ավելի ինտենսիվացվեց։ Անտոնը դարձավ դրա ակտիվ մասը։ Նա ձայնագրեց հաղորդագրություններ Ռաֆայելի մանկության պահերի մասին, որոնք նվագարկվում էին նրա համար դրված ականջակալներով։ Մարինեն, սկզբում դիմադրելով, թույլ տվեց, որ Անտոնն ավելի շատ մասնակցի։ Ոչ թե որովհետև լիովին ներել էր, այլ որովհետև տեսնում էր, որ ինչ-որ անբացատրելի կերպով դա օգնում էր։ Անին շարունակում էր լինել ամեն ինչի կենտրոնում։ Նա համակարգում էր, առանց իմանալու, որ դա է անում, ամբողջ գործողությունը։ Ասում էր, թե երբ է երաժշտություն միացնելու ժամանակը, երբ է խոսելու ժամանակը, երբ է հայրիկին լռություն պետք։ Եվ Ռաֆայելի արձագանքներն ավելի ու ավելի հետողական դարձան։ Մատների շարժումը վերածվեց ձեռքի ավելի ամուր սեղմումների։ Մի անգամ, երբ Անին երգեց մի երգ, որը նա սովորաբար երգում էր, որպեսզի աղջիկը քնի, Ռաֆայելը շարժեց շուրթերը, ասես փորձելով ձայնակցել։ Բժշկական անձնակազմը, նույնիսկ ամենաթերահավատները սկսեցին ընդունել, որ ինչ-որ անսովոր բան է կատարվում։ Դա ապաքինում չէր, դեռ ոչ։ Բայց դա փոփոխություն էր։ Դա կյանք էր, որը փորձում էր վերադառնալ։ Բժիշկ Հենրիկը դեպքը ներկայացրեց բժշկական կոնֆերանսում, նկարագրելով, թե ինչպես է կառուցվածքային ընտանեկան խթանների համադրությունը մշտական հուզական ներկայության հետ կարծես թե առաջացնում արձագանքներ, որոնք մարտահրավեր են նետում սկզբնական կանխատեսմանը։ Բայց ամեն ինչ հույսով լի չէր։ Ընտանիքի ֆինանսական վիճակը կրիտիկական էր դարձել։ Հավաքած գումարը վերջացել էր շաբաթներ առաջ։ Մարինեն ստիպված էր եղել վաճառել մեքենան։ Տիկին Սոնան գրավ էր դրել ընտանեկան որոշ զարդեր։ Եվ նույնիսկ այդպես, բավարար չէր։ Բժշկական ծախսերը, նույնիսկ երբ պետպատվերն ինչ-որ մաս էր փակում, աստղաբաշխական էին։ Հատուկ դեղամիջոցներ, ընթացակարգեր, հետազոտություններ։ Ամեն ինչ արժեր ավելին, քան նրանք ունեին։ Հենց այդ ժամանակ Անտոնը որոշում կայացրեց։ Նա բնակարան ուներ։ Մեծ բան չէր, հին երկու սենյականոց կենտրոնում, բայց իրենն էր, մարված։ Դա միակ բանն էր, որ մնացել էր քանդված ամուսնությունից, այն կյանքից, որը նա կործանել էր։ Նա հանեց վաճառքի։ Երբ Մարինեն իմացավ, փորձեց մերժել։ Չէին կարող ընդունել։ Անտոնը քննարկման տեղ չթողեց։ Դա նվազագույնն է, որ կարող եմ անել։ Ես այնտեղ չեմ եղել, երբ պետք էր։ Թող հիմա լինեմ։ Բնակարանն արագ վաճառվեց։ Գումարը փակեց կուտակված բժշկական պարտքերը, ապահովեց մի քանի ամսվա բուժում։ Մարինեն, առաջին անգամ Անտոնի վերադարձից հետո, գրկեց նրան։ Դա լիարժեք ներման գրկախառնություն չէր, բայց ճանաչման։ Երախտագիտության։ Ընդունման, որ մարդիկ, որքան էլ վատ լինեն իրենց սխալները, կարող են փորձել ուղղել։ Եվ հետո, հունիսյան մի կեսօրին, դա տեղի ունեցավ։ Անին իր ամենօրյա այցելությունն էր անում, հորը պատմում դպրոցի մի նախագծի մասին։ Նա բռնել էր նրա ձեռքը, ինչպես միշտ։ Եվ խնդրեց, ինչպես միշտ. «Սեղմիր իմ ձեռքը, հայրիկ։ Թող իմանամ, որ դու լսում ես»։ Եվ Ռաֆայելը սեղմեց։ Դա ռեֆլեքս չէր։ Դա ակամա կծկում չէր։ Դա գիտակցված, ամուր, միտումնավոր սեղմում էր։ Անին ուրախությունից գոռաց։ Մարինեն, որը վերակենդանացման բաժանմունքի մյուս կողմում էր, վազելով եկավ։ Լուսինեն հասավ քիչ անց։ Նրանք տեսան, երբ Ռաֆայելը նորից արեց։ Եվ նորից։ Ամեն անգամ, երբ Անին խնդրում էր, նա պատասխանում էր։ Բժշկուհի Գայանեին կանչեցին։ Նա թեստեր արեց։ Խնդրեց Ռաֆայելին մեկ անգամ սեղմել այոյի համար, երկու անգամ ոչ-ի։ Եվ նա ճիշտ պատասխանեց պարզ հարցերին։ Իր անունը։ Արդյոք ցավ զգում է։ Արդյոք ճանաչում է Անիի ձայնը։ Բժիշկները իրար նայեցին, անհավատ։
դա չպետք է տեղի ունենար։ Վիճակագրորեն դա գրեթե անհնար էր։ Բայց դա տեղի էր ունենում։ Բժիշկ Հենրիկը, երբ իմացավ, վազելով վերադարձավ հիվանդանոց։ Զննեց Ռաֆայելին, կրկնեց թեստերը, վերլուծեց նոր պատկերային հետազոտությունները։ Ուղեղի ակտիվությունն ավելացել էր։ Հատվածներ, որոնք կարծես մեռած էին, աշխատանքի նշաններ էին ցույց տալիս։ Կարծես, ինչ-որ կերպ, ուղեղը նոր ուղիներ էր գտնում, շրջանցելով վնասվածքները։ Նյարդապլաստիկությունը, բացատրեց նա, բժշկության ամենամեծ առեղծվածներից մեկն էր։ Եվ երբեմն, շատ հազվագյուտ դեպքերում, տեղի էին ունենում բաներ, որոնք մարտահրավեր էին նետում այն ամենին, ինչ մենք կարծում էինք, թե գիտենք։ Այդ գիշեր ամբողջ ընտանիքը հավաքվեց վերակենդանացման բաժանմունքում։ Մարինեն, Անին, տիկին Սոնան, նույնիսկ Անտոնը։ Նրանք կանգնած էին Ռաֆայելի մահճակալի շուրջ։ Անին, արցունքներն աչքերին, բռնեց հոր ձեռքը։ Ես գիտեի, որ դու կվերադառնաս։ Ես միշտ գիտեի։ Եվ հետո 3 ամսվա մեջ առաջին անգամ Ռաֆայելը բացեց աչքերը։ Ընդամենը մի ճեղք, ընդամենը մի քանի վայրկյանով։ Բայց դա բավարար էր։ Նա նայեց Անիին։ Տեսավ դստերը։ Եվ նորից սեղմեց նրա ձեռքը, այս անգամ ավելի ուժեղ։ Ամբողջ հիվանդանոցն իմացավ։ Բուժքույրերը, որոնք հետել էին դեպքին սկզբից, լաց եղան։ Բժիշկները, որոնք Ռաֆայելին համարել էին կորած, եկան իրենց աչքերով տեսնելու։ Լուսինեն, որն այդքան բան էր տեսել տարիների ընթացքում, ասաց, որ դա իր տեսած ամենագեղեցիկ պահերից մեկն էր։ Մարինեն գրկեց Անիին ու լաց եղավ։ Լաց եղավ ամբողջ վախը, ամբողջ հուսահատությունը, վերջին ամիսների ամբողջ հյուծվածությունը։ Տիկին Սոնան լուռ աղոթում էր, շնորհակալություն հայտնելով։ Եվ Անտոնը, կանգնած սենյակի անկյունում, դիտում էր տեսարանը ուրախության ու ցավի խառնուրդով։ Ուրախություն, տեսնելով որդու վերադարձը։ Ցավ, իմանալով, որ քիչ էր մնացել այնտեղ չլիներ դրա համար։ Անին, հետո, մի անսպասելի բան արեց։ Նա գնաց Անտոնի մոտ, բռնեց նրա ձեռքն ու տարավ մահճակալի մոտ։ Պապիկ, խոսիր նրա հետ։ Նա պետք է քեզ էլ լսի։ Անտոնը տատանվեց։ Մարինեն պատրաստվում էր միջամտել, բայց Անին նայեց նրան այն վճռականությամբ, որը դարձել էր նրա նշանը վերջին ամիսներին։ Մարինեն գլխով արեց, լուռ թույլտվություն տալով։ Անտոնը մոտեցավ։ Ռաֆայելը նորից փակել էր աչքերը, բայց նրա ձեռքը դեռ մեկնած էր, մատները կիսաբաց։ Անտոնը բռնեց այն 12 տարվա մեջ առաջին անգամ զգալով որդու հպումը։ Ռաֆայել, ես գիտեմ, որ դու հիմա ինձ լսում ես։ Ես գիտեմ, որ արել եմ բաներ, որոնք դու գուցե երբեք չկարողանաս ներել։ Ես լքեցի քեզ, երբ դու ամենաշատն իմ կարիքն ունեիր։ Ես վախկոտ էի։ Բայց ես ուզում եմ, որ դու իմանաս, որ երբեք, ոչ մի օր, ես չեմ դադարել մտածել քո մասին։ Երբեք չեմ դադարել զղջալ։ Եվ եթե դու ինձ մի շանս տաս, ես կանցկացնեմ իմ օրերի մնացած մասը, փորձելով լինել այն հայրը, որը միշտ պետք է լինեի։ Սենյակում լռություն տիրեց։ Մարինեն բռնել էր Անիին, երկուսը դիտում էին։ Եվ հետո, դանդաղ, Ռաֆայելի մատները շարժվեցին։ Նա սեղմեց Անտոնի ձեռքը։ Դա այնքան ուժեղ չէր, որքան Անինն էր սեղմել, բայց դա անհերքելի էր։ Դա իրական էր։ Դա ներում էր։ Անտոնը կոտրվեց։ Գլուխը հենեց մահճակալին որդու ձեռքի կողքին, լաց եղավ այնպես, ինչպես չէր լացել այն օրվանից, երբ լքել էր իր ընտանիքը։ Մարինեն նայեց դրան զգաց, որ ինչ-որ բան լուծվեց կրծքում։ Զայրույթը, որը նա կրել էր, արդարացի վրդովմունքը, ամեն ինչ փոխարինվեց ավելի պարզ բանով, կարեկցանքով։ Որովհետև եթե Ռաֆայելը իր փխրուն վիճակում դեռ ներելու տեղ էր գտնում, ով էր ինքը, որ դա մերժեր։ Հաջորդ օրերին Ռաֆայելի լավացումը շարունակվեց։ Աչքերն ավելի հաճախ էին բացվում։ Շարժումներն ավելի համակարգված դարձան։ Նա դեռ չէր խոսում, տրախեոստոմիայի խողովակը խանգարում էր, բայց նրա աչքերն ամեն ինչ ասում էին։ Ճանաչում էր բոլորին։ Անիին, Մարինեին, տիկին Սոնային, նույնիսկ Անտոնին։ Եվ միշտ, երբ Անին մտնում էր սենյակ, նա փորձում էր ժպտալ։ Դա ծուռ, դժվար ժպիտ էր, բայց դա հոր ժպիտն էր դստերը։ Բժշկական անձնակազմը սկսեց խոսել վերականգնողական բաժանմունք տեղափոխելու մասին։ Ռաֆայելը երկար ճանապարհ ուներ անցնելու։
Ֆիզիոթերապիան ինտենսիվ էր լինելու։ Լոգոպեդիան անհրաժեշտ էր լինելու։ Լիարժեք ապաքինումը, եթե ընդհանրապես տեղի ունենար, կտեր ամիսներ, գուցե տարիներ։ Բայց առաջին անգամ նրանք օգտագործեցին ապաքինում բառը։ Ոչ լիարժեք բուժում, բայց ապաքինում։ Եվ Մարինեի ու Անիի համար այդ բառը երաժշտության պես էր։ Համայնքը, որտեղ ընտանիքն ապրում էր, սկսեց մոբիլիզացվել։ Էրեբունիի հրաշքի մասին լուրը տարածվեց։ Տեղական թերթը հոդված գրեց Ռաֆայելի ու Անիի պատմության մասին։ Մարդիկ սկսեցին օգնել։ Սուպերմարկետը, որտեղ Մարինեն աշխատում էր, դրամահավաք կազմակերպեց։ Անիի դպրոցը բարեգործական տոնավաճառ կազմակերպեց, որտեղ երեխաները վաճառեցին նկարներ ու ձեռագործ աշխատանքներ։ Ռաֆայելի նախկին գործընկերները դրամահավաք արեցին։ Մի քանի շաբաթվա ընթացքում նրանք բավական գումար հավաքեցին առաջիկա ամիսների բուժումը ծածկելու համար։ Ռաֆայելի նախկին ղեկավարը, պարոն Սուրենը, 60 անց մի մարդ, որը փոքր շինարարական ընկերությունը զրոյից էր կառուցել, գնաց հիվանդանոց։ Նա կործանվել էր, երբ իմացել էր դժբախտ պատահարի մասին։ Իրեն էր մեղադրել, թե բոլորը գիտեին, որ դա իր մեղքը չէր։ Երբ տեսավ Ռաֆայելին արթուն, աչքերը լցվեցին։ Նա խոստացավ, որ աշխատանքը կսպասի։ Երբ Ռաֆայելը կարողանա վերադառնալ, նույնիսկ հարմարեցված պարտականություններով, նրա համար տեղ կլինի։ Որովհետև լավ մարդիկ, ասաց նա, հազվադեպ են։ Եվ Ռաֆայելը նրանցից մեկն էր։ Մարինեն լսեց այս ամենը, հասկացավ մի բան, որը մոռացել էր վերջին ամիսներին, նրանք մենակ չէին։ Երբեք չէին եղել։ Կյանքը դաժան հարված էր հասցրել, նրանց ընտանիքը գցել էր անդունդի հատակը։ Բայց ձեռքերը, որոնք մեկնվել էին օգնելու նրանց բարձրանալ, շատ էին։ Հարաններ, ընկերներ, անծանոթներ, որոնց հուզել էր իրենց պատմությունը, բոլորը դարձել էին հրաշքի մաս։ Անին, նստած հոր մահճակալի կողքի աթոռին, բռնել էր մի նոթատետր, որտեղ սկսել էր գրել ամեն ինչ։ Ամեն փոքր հաղթանակ։ Ամեն նշանակալի պահ։ Դա, ասաց նա մորը, այն ժամանակվա համար էր, երբ հայրիկը լիովին լավանար ու կարողանար կարդալ։ Մի արձանագրություն, թե ինչպես էին նրանք միասին պայքարել ու հաղթել։ Ռաֆայելը, դիտելով դստեր գրելը, փորձեց բարձրացնել ձեռքը։ Դժվար էր, թե կապարի պես ծանր էր, բայց նա կարողացավ։ Հպվեց Անիի մազերին, մի նվազագույն ժեստ, որը նրանց համար աշխարհ նշանակում էր։ Անին թողեց նոթատետրն ու գրկեց հորթը, դեմքը հենելով նրան։ Դու վերադարձար, հայրիկ։ Դու իսկապես վերադարձար։ Եվ Մարինեն, տեսնելով դա, իմացավ, որ նրանք անցել են ամենավատի միջով։ Դեռ հսկայական մարտահրավերներ կային առջում։ Վերականգնումը երկար ու ցավոտ էր լինելու։ Սպիները ֆիզիկական, հուզական ժամանակ կպահանջեին բուժվելու համար։ Բայց նրանք միասին էին։ Եվ Անիի հետ, որը ցույց էր տալիս, որ հավատը կարող է սարեր շարժել, Անտոնի հետ, որն ապացուցում էր, որ երբեք ուշ չէ սխալներն ուղղելու համար, համայնքի հետ, որը ցուցադրում էր, որ համերաշխությունն իրական է, նրանք կգտնեին ճանապարհը։ Այդ գիշեր, երբ դուրս եկան հիվանդանոցից, Անին նայեց Երանի աստղազարդ երկնքին ու ժպտաց։ Մարինեն, բռնած դստեր ձեռքը, հարցրեց, թե ինչի մասին է մտածում։ Անին պատասխանեց այն պարզ իմաստությամբ, որը միայն երեխաներն ունեն։ Որ հրաշքներ գոյություն ունեն, մամ։ Մենք պարզապես պետք է հավատանք դրանց։ Եվ այդ պահին, հունիսի ցուրտ աստղերի տակ, Մարինեն հավատաց։ Հուլիս-օգոստոս ամիսները Երան բերեցին սաստիկ ցուրտ, այն չոր ցուրտը, որը թափանցում է ոսկորների մեջ, ստիպում առավոտներին ուշ լուսանալ։ Բայց Էրեբունի բժշկական կենտրոնի վերականգնողական բաժանմունքում, ուր Ռաֆայելին տեղափոխել էին վերակենդանացումից դուրս գալուց հետո, այլ ջերմություն կար։ Դա ամենօրյա պայքարի ջերմությունն էր, այն ջանքի, որը ցավեցնում է, բայց արդյունք է բերում, այն տղամարդու վճռականության, որը վերադարձել էր կյանքի բացակայության սահմանագծից, այժմ պետք է գրեթե ամեն ինչ նորից սովորեր։ Ռաֆայելը լիովին արթնացել էր կոմայից հունիսի երկրորդ շաբաթը։ Գործընթացը ֆիլմերի պես ակնթարթային չէր։ Այն աստիճանական էր, շփոթեցնող, ցավոտ։ Սկզբում եկան գիտակցության պահերը, ընդմիջվելով խորը քնի շրջաններով։ Հետո գիտակցությունն ավելի կայուն դարձավ, բայց մշուշոտ, ասես նա փաթաթված լիներ խիտ մառախուղի մեջ։ Նա ճանաչում էր մարդկանց, բայց չէր կարողանում լիովին ընկալել, թե որտեղ է կամ ինչ է պատահել։ Դժբախտ պատահարի հիշողությունը բացակայում էր։ Վերջին բաները, որ հիշում էր, հատվածներ էին։
Աշխատում էր, բարձրացել էր ինչ-որ բան ստուգելու, հետո ոչինչ։ Դատարկություն։ Մարինեն բժիշկ Հենրիկը համբերատար բացատրեցին ամեն ինչ։ Դժբախտ պատահարը, հոսանքահարումը, սրտի կանգը, կոմայի մեջ անցկացրած ամիսները։ Ռաֆայելը լսում էր շփոթված արտահայտությամբ, ասես ուրիշ մարդու պատմություն լինեին պատմում։ Երբ վերջապես հասկացավ, թե որքան ժամանակ է անցել, իր կյանքի 3 ամբողջ ամիս պարզապես ջնջված, նա լաց եղավ։ Մարինեն բռնեց նրա ձեռքը Անին, որը միշտ մոտակայքում էր, գրկեց հորթն ու ասաց. «Բայց հիմա դու վերադարձել ես, հայրիկ։ Եվ մենք քեզ կօգնենք նորից ուժեղանալ»։ Տրախեոստոմիայի խողովակի հեռացումը կարևոր իրադարձություն էր։ Ռաֆայելը վերջապես կարողացավ խոսել, թե ձայնը սկզբում խռպոտ ու թույլ էր։ Առաջին բառերը, որ կարողացավ արտաբերել, Անիին էին ուղղված։ «Իմ փոքրիկ մարդիկ»։ Աղջիկը ուրախությունից արցունքների մեջ խեղդվեց, Մարինեն շատ հետ չմնաց։ Բայց սկզբնական էյֆորիան շուտով իր տեղը զիջեց վերականգնման դաժան իրականությանը։ Նյարդաբանական վնասվածքները հիմնականում ազդել էին մարմնի ձախ կողմի վրա։ Ռաֆայելը լուրջ շարժողական դժվարություններ ուներ։ Չէր կարողանում մենակ ոտքի կանգնել։ Ձախտի շարժումները սահմանափակ էին ու անհամակարգ։ Կուլ տալու դժվարություն ուներ, ինչը սնվելը դարձնում էր դանդաղ ու հիասթափեցնող գործընթաց։ Խոսքը, թե հնարավոր, ձգձգված էր։ Եվ կային ճանաչողական խնդիրներ, կենտրոնանալու դժվարություն, վերջին հիշողության բացթողումներ, մտավոր հոգնածություն, որը չափազանց արագ էր գալիս։ Պատասխանատու ֆիզիոթերապտը Արմինեն, երիտասարդ եռանդուն մի կին, որը հիվանդանոցում աշխատում էր 5 տարի, իրավիճակը չմեղմացրեց։ Նա բացատրեց, որ ճանապարհը երկար է լինելու։ Շատ ամիսներ, գուցե տարիներ։ Առաջընթաց կլինի, բայց նա լճացումներ ու հիասթափություններ։ Որոշ խնդիրներ գուցե երբեք լիովին չհաղթահարվեն։ Ռաֆայելը պետք է ավելի շատ աշխատեր, քան երբեք աշխատել էր իր կյանքում։ Եվ նույնիսկ այդ դեպքում երաշխիքներ չկային։ Ռաֆայելը լսեց այս ամենը զգաց մի բան, որը չէր զգացել արթնանալուց ի վեր, վախ։ Ոչ թե մահվան վախ, դա հետում էր մնացել։ Այլ չկարողանալու վախ։ Ընտանիքի համար բեռ լինելու վախ։ Այլս երբեք չաշխատելու, այլս երբեք այն հայրն ու ամուսինը չլինելու վախ, որը եղել էր։ Երբ Արմինեն դուրս եկավ սենյակից, նա նայեց Մարինեին, աչքերը լի արցունքներով։ Իսկ եթե չկարողանամ։ Իսկ եթե ընդմիշտ այսպես մնամ։ Մարինեն երկու ձեռքով բռնեց նրա դեմքը, ստիպելով նայել իրեն։ Դու կկարողանաս։ Որովհետև դու ամենավճռական մարդն ես, որին ես ճանաչում եմ։ Որովհետև դու ունես մի դուստր, որը հավատում էր քեզ, երբ բոլորն ասում էին, որ անհնար է։ Եվ որովհետև մենք այս ամենի միջով չենք անցել, որ հիմա հանձնվենք։ Անին, որը լսել էր ամեն ինչ դրան մոտից, վազելով մտավ բարձրացավ մահճակալի վրա, հոր կողքին, այն զգուշությամբ, որն այժմ բնազդային էր դարձել, չդիպչելու համար այն խողովակներին ու լարերին, որոնք դեռ միացված էին նրան։ Հայրիկ, հիշո՞մ ես, երբ ինձ հեծանիվ քշել էիր սովորեցնում։ Ես միլիոն անգամ ընկա։ Բայց դու իմ կողքին մնացիր ու ասացիր, որ ես կկարողանամ։ Հիմա իմ հերթն է քո կողքին լինելու։ Ռաֆայելը գրկեց դստերը աջ թով, միակով, որը լավ էր արձագանքում, թույլ տվեց, որ արցունքները թափվեն։ Դրանք վախի արցունքներ էին, այո, բայց նա երախտագիտության, սիրո, նորոգված վճռականության։ Վերականգնման օրակարգը սկսվեց հաջորդ օրը դաժան էր։ Ֆիզիոթերապիա օրը 2 անգամ։ Լոգոպեդիա, խոսքի կլման վրա աշխատելու համար։ Էրգոթերապիա, հիմնական խնդիրները նորից սովորելու համար, ինչպիսիք են բաժակ բռնելը կամ պատառաքաղ օգտագործելը։ Ամեն սեանս մի մարտահրավեր էր, որը Ռաֆայելին հյուծում էր։ Սկզբում նա հազիվ էր կարողանում 20 րոպեից ավել նստել անվասայլակին, առանց գլխապտույտ զգալու։ Ֆիզիոթերապիայի վարժությունները, որոնք պարզ էին թվում ցանկացած առողջ մարդու համար, նրա համար անանցանելի լեռներ էին։ Արմինեն խիստ էր, բայց կարեկից։ Նա գիտեր, թե երբ պետք է առաջ մղել, երբ նահանջել։ Առաջին օրերին ուշադրությունը միայն հիմնական շարժունակության վրա էր։ Ոտքի մատները շարժել։ Ծունկը ծալել։ Թե մի քանի սանտիմետր բարձրացնել։ Ամեն շարժում տոնվում էր որպես հաղթանակ։ Անին, որը դպրոցից հետո ամեն օր գնում էր հիվանդանոց, մի համակարգ էր ստեղծել։
Նա մի մեծ պաստառ էր պատրաստել բաժանված քառակուսիների, որտեղ նշում էր հոր ամեն ձեռքբերումը։ Երբ նա կարողանում էր մի նոր բան անել, նա մի քառակուսի կարմիր էր ներկում։ Նպատակը, բացատրեց նա, ամբողջ պաստառը լրացնելն էր։ Ռաֆայելն ամեն օր նայում էր այդ պաստառին։ Հուսահատության պահերին, երբ ցավն այնքան մեծ էր, որ ուզում էր հանձնվել, հենց անի պաստառն էր նրան մոտիվացնում։ Ամեն կարմիր քառակուսի ապացույց էր, որ նա առաջընթաց է ապրում, թեկուզ քիչ-քիչ։ Համայնքը շարունակում էր մոբիլիզացված մնալ։ Անի դպրոցը այցելությունների ժամանակացույց կազմակերպեց։ Ամեն շաբաթ մի քանի մայրեր հերթով տնական ուտելիք էին բերում Մարինեի համար, որը գրեթե ապրում էր հիվանդանոցում։ Հարանները հոգ էին տանում նրանց նախկին տան մասին, որը փակ էր դժբախտ պատահարից ի վեր։ Սուպերմարկետը, որտեղ Մարինեն աշխատում էր, նոր արշավ կազմակերպեց, այս անգամ վերականգնողական սարքավորումներ հավաքելու համար, որոնք Ռաֆայելին պետք էին գալու տանը։ Անտոնը, որը վաճառել էր բնակարանը, այժմ ապրում էր հիվանդանոցի մոտ վարձով սենյակում, հայտնվում էր ամեն օր։ Նա ստանձնել էր ոչ պաշտոնական, բայց կենսական նշանակություն ունեցող դեր։ Միշտ հասանելի էր։ Ինչ-որ բան պետք էր բերել։ Անտոնը գնում էր։ Ինչ-որ մեկը պետք էր մնալ Ռաֆայելի հետ, մինչ Մարինեն բյուրոկրատական հարցեր էր լուծում։ Անտոնը մնում էր։ Անին ուղեկցող էր պետք դպրոց գնալու համար։ Անտոնը տանում էր։ Նա հասկացել էր, որ տարիների բացակայությունը քավելը մեծ ժեստեր անելը չէ, այլ ամենօրյա փոքր պահերին ներկա լինելը։ Ռաֆայելի Անտոնի հարաբերությունները, սակայն, բարդ էին։ Ռաֆայելն արթնացել էր, հիշելով վեճը, դառնությունը, լքվածությունը։ Ներելը գործընթաց է, ոչ թե մեկանգամյա իրադարձություն։ Օրեր կային, երբ Ռաֆայելը կարողանում էր խոսել հոր հետ, ընդունել նրա ներկայությունը։ Օրեր կային, երբ հին զայրույթը վերադառնում էր, նա խնդրում էր Անտոնին դուրս գալ։ Մարինեն համբերատար միջնորդում էր այդ իրավիճակները։ Հիշեցնում էր Ռաֆայելին, որ հայրը փորձում է։ Հիշեցնում էր Անտոնին, որ որոշ վերքեր ժամանակ են պահանջում բուժվելու համար։ Անին էր, որս մեկ անգամ կամուրջ հանդիսացավ։ Նա չէր հասկանում մեծահասակների բարդությունները, հին վիրավորանքները։ Նա տեսնում էր միայն, որ պապիկն այնտեղ է, օգնում է, ամեն օր։ Եվ նրա համար դա էր կարևորը։ Նա սկսեց հորը պատմել այն բաները, որ պապիկն անում էր։ Ինչպես էր օգնում տնային աշխատանքի հարցում, ինչպես էր նորոգել նրա պատրված պայուսակը, ինչպես գիտեր զվարճալի պատմություններ այն ժամանակվանից, երբ հայրը երեխա էր։ Քիչ-քիչ, այն կամրջի միջոցով, որն Անին կառուցում էր, Ռաֆայելը սկսեց մեղմանալ։ Հուլիսի վերջին վերականգնողական բաժանմունքում գրեթե 6 շաբաթ անցկացնելուց հետո եկավ առաջին մեծ հաղթանակը։ Ռաֆայելը կարողացավ մենակ ոտքի կանգնել։ Ոչ թե քայլել, այլ պարզապես ոտքի կանգնել։ Արմինեն մեկ այլ ֆիզիոթերապետ օգնեցին նրան բարձրանալ անվասայլակից, բռնելով թերից։ Բայց երբ նա ուղիղ կանգնեց, ոտքերը դիմացան ծանրությանը։ 10 վայրկյան։ Հետո 20։ Հետո մի ամբողջ րոպե։ Ռաֆայելը, նայելով իր արտացոլանքին ֆիզիոթերապիայի սենյակի հայելու մեջ, 4 ամսվա մեջ առաջին անգամ իրեն ոտքի վրա տեսավ սկսեց լաց լինել։ Անին, որը դռան մոտից դիտում էր Մարինեի հետ, վազեց ու գրկեց հոր ոտքերը։ Ես գիտեի, որ դու կկարողանաս։ Ես գիտեի։ Արմինեն ժպտաց, բայց պրագմատիկ էր։ Սա հիանալի է, Ռաֆայել։ Բայց սա միայն սկիզբն է։ Հիմա գալիս է ամենադժվար մասը։ Եվ իսկապես այդպես էր։ Ոտքի կանգնելը մի բան էր։ Քայլելը բոլորովին այլ։ Առաջին փորձերը աղետալի էին։ Նույնիսկ լիարժեք հենարանով Ռաֆայելը հազիվ էր կարողանում մի ոտքը մյուսի առաջ դնել։ Համակարգումը քայքայված էր։ Հավասարակշռությունը բացակայում էր։ Հիասթափությունը հսկայական էր։ Նա ընկնում էր։ Շատ։ Նույնիսկ երբ ֆիզիոթերապևտները բռնում էին նրան, ոտքերը թուլանում էին, նա փլվում էր։ Ամեն անկում հարված էր էգոին, հույսին, վճռականությանը։ Օգոստոսի սկզբին մի օր եղավ, երբ Ռաֆայելը հասավ իր սահմանին։ Այդ սեանսի ընթացքում 5-րդ անգամ էր ընկել։ Ֆիզիկական ցավը տանելի էր, բայց հուզական ցավն անտանելի էր։ Նա գոռաց, լավ ձեռքով հարվածեց հատակին ասաց, որ այլս չի դիմանում։ Որ դա անօգուտ է։ Որ երբեք նորից չի կարողանալու քայլել։
Որ ավելի լավ կլիներ, եթե սարքերն անջատած թողնեին։ Արմինեն թույլ տվեց, որ նա թափի զայրույթը։ Երբ լռությունը վերադարձավ, նա ծնկի իջավ նրա կողքին։ Դու կարծում ես, որ միակն ես, որ սրա միջով է անցնում։ Ես այստեղ աշխատում եմ 5 տարի, Ռաֆայել։ Տեսել եմ մարդկանց, որոնք քոնից ավելի վատ վնասվածքներ ունեին, որոնք նորից քայլել են։ Տեսել եմ ուրիշների, որոնք ամեն ինչ ունեին ապաքինվելու համար, բայց հանձնվել են։ Գիտես, թե որն էր տարբերությունը։ Դա վնասվածքի ծանրությունը չէր։ Դա շարունակելու փորձելու ընտրությունն էր, նույնիսկ երբ ամեն ինչ անհնարին էր թվում։ Ռաֆայելը նայեց նրան, կարմրած աչքերով։ Ես փորձում եմ։ Արմինեն գլխով արեց։ Ես գիտեմ։ Եվ դու կշարունակես փորձել։ Որովհետև քո դուստրն այնտեղ է դրսում, սպասում է, որ իր պաստառի վրաս 1 քառակուսի ներկի։ Որովհետև քո կինը 4 ամիս է նորմալ չի քնել, բայց դեռ այստեղ է, հավատում է քեզ։ Որովհետև քո հայրը, որը 12 տարի մեղքի զգացում է կրել, վաճառել է այն ամենը, ինչ ուներ, որ քեզ օգնի։ Դու մենակ չես պայքարում, Ռաֆայել։ Այնպես որ, վեր կաց։ Վեր կաց ու նորից փորձիր։ Ռաֆայելը մի քանի վայրկյան մնաց հատակին։ Հետո, օգնությամբ, ոտքի կանգնեց։ Եվ նորից փորձեց։ Եվ նորից ընկավ։ Բայց մեկ անգամ ոտքի կանգնեց։ Եվ մեկ։ Եվ մեկ։ Օգոստոսի շաբաթները հույզերի ալիք էին։ Կային հստակ առաջընթացի օրեր։ Ռաֆայելը կարողանում էր 3 քայլ անել մենակ։ Հետո 5։ Հետո 10, հենվելով ֆիզիոթերապիայի սենյակի զուգահեռ ձողերին։ Կային նա լճացման օրեր, երբ թվում էր, թե ոչինչ չի փոխվում, որ ամբողջ ջանքն իզուր է։ Եվ կային հետընթացի օրեր, երբ նա չէր կարողանում անել այն, ինչ արել էր նախորդ օրը, երբ ֆիզիկական մտավոր հյուծվածությունը նրան անգործունակ էր դարձնում։ Մարինեն ամեն ինչին մոտիկից հետում էր։ Նա սովորել էր կարդալ Ռաֆայելի տրամադրությունները, իմանալ, թե երբ է նրան քաջալերանք պետք, երբ տարածք։ Ինքն էլ էր հյուծված։ Քաշ էր կորցրել, քրոնիկ անկնություն էր ձեռք բերել, ապրում էր մշտական գլխացավերով։ Տիկին Սոնան դստեր համար այնքան էր անհանգստանում, որքան Փեսայի։ Բայց Մարինեն հրաժարվում էր դանդաղել։ Դեռ ոչ։ Ոչ, մինչ Ռաֆայելը լավանար։ Առաջին անգամ Ռաֆայելն առանց հենարանի քայլեց օգոստոսի վերջին։ Արմինեն փորձը զգուշորեն էր ծրագրել։ Սկզբում նա հյուծիչ կերպով մարզվեց զուգահեռ ձողերով։ Հետո, քայլակով։ Երբ նա համարեց, որ նա պատրաստ է, հեռացրեց ամեն ինչ։ Ռաֆայելին ոտքի կանգնեցրեց սենյակի կենտրոնում, մի քանի քայլ հետ գնաց մեկնեց ձեռքերը։ Արի այստեղ։ Ռաֆայելը նայեց հեռավորությանը։ Գուցե 6 քայլեր։ Կարող էին լինել 6 կիլոմետր։ Նա խորը շունչ քաշեց։ Անին այնտեղ էր, Մարինեի, տիկին Սոնայի Անտոնի հետ։ Բոլորին կանչել էին այդ պահի համար։ Ռաֆայելը նայեց դստերը, որը ժպտում էր բացարձակ վստահությամբ։ Նա մտածեց այն ամենի մասին, ինչի միջով անցել էր։ Դժբախտ պատահարը, կոման, կորցրած ամիսները, ամենօրյա պայքարը։ Մտածեց, որ 6 քայլը ոչինչ է այս ամենի համեմատ։ Եվ արեց առաջին քայլը։ Ձախ ոտքը դեռ թույլ էր, բայց հնազանդվեց։ Նա սայթաքեց, բայց չընկավ։ Երկրորդ քայլ։ Երրորդ։ Չորրորդին քիչ մնաց հավասարակշռությունը կորցներ, բայց կարողացավ ուղղվել։ 5-րդ քայլ։ 6-րդ քայլ։ Եվ հետո նա Արմինեի ձեռքերում էր, որը բռնել էր նրան ժպտում էր անկեղծ հպարտությամբ։ Սենյակը պայթեց ծափահարություններից։ Անին ուրախությունից գոռաց վազեց գրկելու հորը։ Մարինեն անդադար լաց էր լինում։ Տիկին Սոնան կամացուկ աղոթում էր։ Եվ Անտոնը, հենված պատին, զգուշորեն մաքրում էր աչքերը։ Ռաֆայելը քայլել էր։ Մենակ։ Առանց հենարանի։ 6 քայլ, որոնք ավելին էին, քան 6 քայլ։ Դրանք ապացույցն էին, որ անհնարինը հնարավոր է։ Այդ օրվանից հետո ամեն ինչ արագացավ։ Ռաֆայելն ամեն օր, օրը մի քանի անգամ քայլել էր մարզվում։ Սեպտեմբերի 3-րդ շաբաթվա սկզբին նա արդեն կարողանում էր առանց հենարանի անցնել հիվանդանոցի միջանցքը։
Դեռ դանդաղ էր քայլում, դեռ կաղում էր ձախ կողմից, դեռ հաճախակի դադարների կարիք ուներ։ Բայց քայլում էր։ Խոսքն էլ էր լավացել։ Թե դեռ որոշ բառեր ձգձգում էր, կարողանում էր երկար խոսակցություններ վարել։ Նուրբ շարժողական համակարգումը աստիճանաբար վերադառնում էր։ Կարողանում էր բաժակ բռնել, պատառաքաղ օգտագործել, գրել, թեկուզ դողացող ձեռագրով։ Բժիշկ Հենրիկը, որը շարունակում էր հետել դեպքին, Ռաֆայելի առաջընթացն անվանեց նյարդաբանական վերականգնման ամենանշանավոր օրինակներից մեկը, որը տեսել էր իր կարիերայում։ Նա ամեն ինչ փաստագրում էր մի ուսումնասիրության համար, որը մտադիր էր հրապարակել։ Ոչ միայն զգայական խթանման արձանագրության մասին, այլ հուզական կապի դերի մասին նյարդաբանական հիվանդների վերականգնման գործում։ Անին, առանց իմանալու, դարձել էր մի հետազոտության մաս, որը կարող էր ապագայում փոխել բժշկական մոտեցումները։ Սեպտեմբերի վերջին եկավ այն լուրը, որին բոլորը սպասում էին։ Ռաֆայելը դուրս կգրվի։ Ոչ թե լիարժեք, այլ հիվանդանոցային բուժումից։ Նա կշարունակեր ֆիզիոթերապիա, լոգոպեդիա, նյարդաբանական հսկողություն, բայց այժմ ամբուլատոր կարգով։ Նա կարող էր տուն գնալ։ Բայց մի խնդիր կար։ Բնակարանը, որտեղ նրանք նախկինում ապրում էին, երրորդ հարկում էր, առանց վերելակի։ Ռաֆայելը դեռ աստիճաններ բարձրանալու վիճակում չէր։ Մարինեն, տիկին Սոնան, Անտոնը հավաքվեցին քննարկելու տարբերակները։ Սոնան էր, որ լուծում առաջարկեց։ Իր տունը։ Այն մեկ հարկանի էր, 3 սենյակով, հետում փոքր բակով։ Նա մենակ էր ապրում այն օրվանից, երբ 5 տարի առաջ այրացել էր։ Բոլորի համար տեղ կար։ Մարինեն տատանվեց։ Չէր ուզում մորը ծանրաբեռնել։ Բայց Սոնան հաստատակամ էր։ Դուք իմ ընտանիքն եք։ Այս տունը միշտ էլ ձերն է եղել։ Եվ բացի այդ, ես կուզենայի իմ թոռնուհուն ամեն օր մոտս ունենալ։ Տիկին Սոնայի տունը գտնվում էր Արաբկիրում, Երանի ավանդական թաղամասերից մեկում, ծառապատ փողոցներով, հին տներով։ Տունն ինքնին պարզ էր, բայց հարմարավետ, ներկված սպիտակ կապույտ մանրամասներով, առջում փոքր պատշգամբով, որտեղ Սոնան սովորաբար նստում էր կեսօրին։ Գլխավոր ննջասենյակը հարմարեցվեց Ռաֆայելի համար։ Հեռացրին որոշ կահույք, դնելու համար այն հենարանները, որոնք նրան պետք էին։ Լոգարանը սարքավորվեց անվտանգության ձողերով ցնցուղի համար նստարանով։ Տեղափոխությունը տեղի ունեցավ հոկտեմբերյան մի արոտ օր։ Ռաֆայելը հիվանդանոցից դուրս եկավ անվասայլակով, բայց երբ հասավ Սոնայի տուն, պնդեց, որ քայլելով մտնի։ Ամեն քայլն անում էր զգուշությամբ, մի կողմից հենվելով Մարինեին, մյուս կողմից Անտոնին։ Երբ անցավ մուտքի դուռը, բոլորը ծափահարեցին։ Անին ձեռքով գրված պաստառ էր պատրաստել։ Բարի վերադարձ տուն, հայրիկ։ Ռաֆայելը շուրջը նայեց այն տանը, որն այժմ իր տունն էր լինելու։ Դա այն չէր, ինչ ծրագրել էին։ Դա այն բակով տունը չէր, որը երազում էին գնել։ Բայց դա տուն էր, որովհետև մարդիկ, որոնց սիրում էր, այնտեղ էին։ Նա նստեց հյուրասենյակի բազմոցին 7 ամսվա մեջ առաջին անգամ զգաց նորմալությանը նման մի բան։ Տանը կյանքին հարմարվելը այլ մարտահրավեր էր։ Հիվանդանոցում ամեն ինչ կառուցվածքային էր, վերահսկվող։ Տանը Ռաֆայելը պետք է գործ ունենար առօրյա իրավիճակների հետ, որոնք բացահայտում էին նրա սահմանափակումները։ Օգնության կարիք ուներ հագնվելու համար, լողանալու համար, պարզ խնդիրների համար, ինչպիսիք են շիշ բացելը կամ կոշիկի քուղերը կապելը։ Դա նվաստացուցիչ էր, հիասթափեցնող։ Բայց Մարինեն Անին երբեք նրան դրա համար պակաս չզգացին։ Օգնում էին բնական, ասես դա աշխարհի ամենանորմալ բանը լիներ։ Օրակարգը հաստատվեց։ Մարինեն վերադարձավ աշխատանքի կես դրույքով։ Անտոնը, որը մոտակա շենքում հավաքարարի աշխատանք էր գտել, իր ժամանակացույցը հարմարեցրեց, որպեսզի ցերեկը Ռաֆայելի հետ մնա։ Անին գնում էր դպրոց, վերադառնում ճաշի ժամին, երբ մնում էր հոր հետ, մինչ Անտոնը գնում էր աշխատանքի։ Տիկին Սոնան հոգ էր տանում տան մասին, եփում, ապահովում, որ բոլորը ճիշտ սնվեն։ Դա բարդ նվագախումբ էր, բայց աշխատում էր։ Ռաֆայելը շարունակում էր ինտենսիվ թերապիաները։ Շաբաթը 3 անգամ Անտոնը նրան տանում էր հիվանդանոց ֆիզիոթերապիայի սեանսների։ Արմինեն շարունակում էր նրան առաջ մղել, սահմանելով ավելի ու ավելի հավակնոտ նպատակներ։ Մի թաղամաս քայլել առանց կանգ առնելու։
3 աստիճան բարձրանալ։ 20 րոպե անընդմեջ ոտքի կանգնել։ Ամեն հասած նպատակ տոնվում էր, ամեն չհասած նպատակ վերածվում էր մոտիվացիայի հաջորդ փորձի համար։ Անին շարունակում էր իր պաստառը, որն այժմ կախված էր հոր սենյակի պատին։ Կարմիր քառակուսիները բազմանում էին։ Նա գույների համակարգ էր սահմանել։ Կարմիր ֆիզիկական ձեռքբերումների համար, կապույտ, ճանաչողական, կանաչ, հուզական։ Պաստառը դարձել էր Ռաֆայելի վերականգնման տեսողական քարտեզը։ Երեկոյան, ընթրիքից հետո, ամբողջ ընտանիքը հավաքվում էր հյուրասենյակում։ Խոսում էին, հեռուստացույց դիտում, պարզ խաղեր խաղում, որոնց Ռաֆայելը կարողանում էր մասնակցել։ Անտոնը սկսեց Անին դոմինո խաղալ սովորեցնել, նույն խաղը, որը խաղում էր Ռաֆայելի հետ, երբ նա երեխա էր։ Ռաֆայելը դիտում էր, քիչ-քիչ հին դառնությունը իր տեղը զիջեց նոր ընդունմանը։ Հայրը, որը լքել էր, նույն մարդը չէր, որն այժմ այնտեղ էր, ամեն օր, օգնում էր, ջանք թափում։ Մարդիկ փոխվում էին։ Ներումը չէր ջնջում անցյալը, բայց տեղ էր բացում այլ ապագայի համար։ Նոյեմբերին Ռաֆայելը դուրս գրվեց լոգոպեդից։ Խոսքը գրեթե լիովին նորմալացել էր։ Որոշ բառեր դեռ ձգձգված էին դուրս գալիս, երբ նա հոգնած էր, բայց ընդհանուր առմամբ հնարավոր էր նրա հետ խոսել առանց մեծ տարբերություններ նկատելու։ Դա նշանակալի հաղթանակ էր։ Դեկտեմբերին նա առաջին անգամ կարողացավ մի ամբողջ աստիճանաշար բարձրանալ։ Դա պարոն Սուրենի, նախկին ղեկավարի տանն էր, որը ընտանիքին ճաշի էր հրավիրել։ Տունը երկրորդ հարկ ուներ, երբ Ռաֆայելը տեսավ աստիճանները, զգաց հին վախը։ Բայց Անին բռնեց նրա ձեռքն ու ասաց. «Միասին կբարձրանանք, հայրիկ»։ Եվ բարձրացան։ 18 աստիճան։ Ռաֆայելը ստիպված եղավ 3 անգամ կանգ առնել հանգստանալու, բայց հասավ վեր։ Պարոն Սուրենը, որը վերից դիտում էր, ամուր գրկեց նրան. «Բարի վերադարձ, տղաս»։ Հենց այդ ճաշի ժամանակ պարոն Սուրենը կրկնեց այն, ինչ ասել էր ամիսներ առաջ։ Ընկերությունում Ռաֆայելի համար տեղ կար։ Ոչ թե շինհրապարակներում, դեռ ոչ, գուցե այլս երբեք այն պարտականություններում, որոնք ինտենսիվ ֆիզիկական ջանք էին պահանջում։ Բայց գրասենյակում, օգնելով նախահաշիվների, պլանավորման, վերահսկողության հարցում։ Ռաֆայելը խելացի էր, հասկանում էր շինարարությունից, փորձ ուներ։ Այդ բաները ուղեղի վնասվածքով չէին անհետանում։ Ռաֆայելը հուզված շնորհակալություն հայտնեց։ Նա մտածել էր, որ այլս երբեք չի կարողանալու աշխատել, որ ընդմիշտ կախված կլինի ընտանիքից։ Պարոն Սուրենի առաջարկը ողորմություն չէր։ Դա ճանաչում էր։ Դա հնարավորություն էր վերականգնելու ոչ միայն մարմինը, այլ արժանապատվությունը, օգտակարությունը, նպատակը։ Հաջորդ տարվա հունվարին Ռաֆայելն իր առաջին այցելությունն արեց շինհրապարակ։ Ոչ թե աշխատելու, այլ պարզապես այցելելու։ Երբ հասավ, նախկին գործընկերները շրջապատեցին նրան։ Արթուրը, որն այնտեղ էր եղել դժբախտ պատահարի օրը, այդ օրվանից մեղքի զգացում էր կրում, գրկեց Ռաֆայելին անընդհատ ներողություն խնդրեց։ Ռաֆայելը հանգստացրեց նրան։ Ոչ ոքի մեղքը չէր։ Դժբախտ պատահար էր եղել։ Այդպիսի բաներ պատահում են։ Ռաֆայելը նայեց կառուցվող շենքին։ Դա տարբերվում էր նրանից, որտեղ նա վնասվել էր, բայց էությունը նույնն էր։ Բետոն, երկաթ, ծանր աշխատանք, որը նախագիծը իրականություն էր դարձնում։ Նա կարոտեց։ Կարոտեց աշխատանքը, օրակարգը, սեփական ձեռքերով ինչ-որ բան կառուցելու զգացումը։ Բայց գիտեր, որ այդ ժամանակն անցել էր։ Հիմա նա կկառուցեր այլ ձեռով։ Այդ գիշեր, տանը, Ռաֆայելը խոսեց Մարինեի հետ։ Խոսեց պարոն Սուրենի առաջարկի, աշխատանքի վերադառնալու ցանկության մասին։ Մարինեն լսեց նրան ժպտաց։ Ես կարծում եմ, որ դու պատրաստ ես։ Դու արդեն այնքան բան ես արել, այնքան բան ես հաղթահարել։ Սա ընդամենս մեկ լեռ է։ Ռաֆայելը գլուխը թափահարեց։ Սա լեռ չէ։ Լեռներ ես արդեն բարձրացել եմ։ Սա հարթ տեղանք է։ Եվ ես պատրաստ եմ քայլել դրանով։ Եվ այսպես, փետրվարին, դժբախտ պատահարից 9 ամիս անց, Ռաֆայելը նորից սկսեց աշխատել։ Կես դրույքով, շինարարական ընկերության գրասենյակում։ Սովորեց օգտագործել համակարգչային ծրագրեր, ուսումնասիրեց աղյուսակներ, վերանայեց նախագծեր։ Դա տարբերվում էր նրանից, ինչ արել էր ամբողջ կյանքում, բայց դա աշխատանք էր։ Դա ներդրում էր։
Դա ոչ միայն մարմնի, այլ ինքնության վերականգնում էր։ Անին տոնեց, պաստառի վերջին քառակուսին կարմիր ներկելով։ Նա որոշել էր, որ պաստառը լիարժեք կլինի միայն այն ժամանակ, երբ հայրը վերադառնա աշխատանքի։ Եվ հիմա այդպես էր։ Նա պաստառը կախեց հյուրասենյակի պատից, որպեսզի բոլորը կարողանան տեսնել։ Դա նրանց ճանապարհորդության քարտեզն էր։ Ամեն քառակուսի հաղթած ճակատամարտ էր։ Ամեն գույն վերանվաճված կյանքի ոլորտ էր։ Ռաֆայելը նայեց այդ պաստառին, դրանում տեսավ 8 տարեկան աղջկա անսասան հավատը, որը հրաժարվել էր ընդունել, որ հայրը չի վերադառնալու։ Տեսավ նա կնոջ վճռականությունը, որը ամեն ինչի ծանրությունը կրել էր իր ուսերին։ Տեսավ բացակա հոր զղջումը, որը վերածվել էր գործողության։ Տեսավ զոքանչի առատաձեռնությունը, որը բացել էր իր տունն ու սիրտը։ Տեսավ համայնքի համերաշխությունը, որը մոբիլիզացվել էր։ Տեսավ, մի խոսքով, ապացույց, որ հրաշքներ տեղի են ունենում։ Ոչ այնպես, ինչպես մենք պատկերացնում ենք, ոչ որպես ակնթարթային կախարդանք, այլ որպես ջանքի, սիրո, հավատի հանձնվելուց հրաժարվելու արդյունք։ Մարտը բերեց աշնանային առաջին անձրները, այն արագ տեղումները, որոնք թափվում են երանի վրա տաք կեսօրներին, օդը թողնում թաց հողի հոտով։ Տիկին Սոնայի տանը օրակարգը հաստատվել էր հանգստացնող ռիթմով։ Ռաֆայելը կես դրույքով աշխատում էր շինարարական ընկերությունում, վերադառնում էր տուն կեսօրվա սկզբին, ֆիզիոթերապիայի վարժություններ էր անում, օգնում Անին տնային աշխատանքի հարցում։ Մարինեն կարողացել էր ավելի լավ ժամանակացույցի շուրջ պայմանավորվել սուպերմարկետում։ Անտոնը պարբերաբար այցելում էր, սովորաբար հանգստյան օրերին, երբ ամբողջ ընտանիքը հավաքվում էր ճաշելու։ Կյանքը, եթե ոչ ճիշտ այնպես, ինչպես դժբախտ պատահարից առաջ էր, նոր հավասարակշռություն էր գտել։ Բայց հենց այն ժամանակ, երբ ամեն ինչ կարծես թե իր տեղն էր ընկնում, ճաքեր սկսեցին հայտնվել։ Եվ այս անգամ ոչ թե Ռաֆայելի, այլ Անիի մոտ։ Սկսվեց գլխացավերով։ Անին բողոքում էր ցավից արթնանալիս, ցավից կեսօրին, ցավից քնելուց առաջ։ Մարինեն մտածեց, որ դա այն պատճառով է, որ աղջիկը շատ ժամանակ է անցկացնում հեռուստացույցի կամ պլանշետի առջ, ուստի սահմանափակեց էլեկտրոնային սարքերի օգտագործումը։ Բայց ցավերը շարունակվեցին։ Հետո եկան գլխապտույտները։ Անին բակում խաղում էր, երբ հանկարծ ամեն ինչ պտտվեց, նա ստիպված եղավ նստել։ Դպրոցում, ֆիզկուլտուրայի դասի ժամանակ, իրեն վատ զգաց տարվեց բուժկետ։ Մարինեն Ռաֆայելը սկսեցին անհանգստանալ։ Անին տարան մանկաբույժի, բժիշկ Արամի մոտ, որը նրան հետում էր մանկուց։ Նա արյան անալիզներ արեց, ճնշումը ստուգեց, աչքերը զննեց։ Ամեն ինչ նորմալ էր։ Ենթադրեց, որ դա կարող է պարզապես աճ լինել, հորմոնալ փոփոխություններ, Անի օրգանիզմը մտնում է նախադեռահասության շրջան։ Խորհուրդ տվեց մի քանի շաբաթ դիտարկել։ Բայց շաբաթներն անցան, ախտանիշները վատթարացան։ Անին սկսեց ոտքերում թուլություն ունենալ։ Մի քանի անգամ, առանց որևէ պատճառի, նրա ոտքերը պարզապես թուլանում էին, նա ընկնում էր։ Չէր ուշաթափվում, բայց կարծես մարմինը հրաժարվում էր նրան պահել։ Մարինեն սկսեց խուճապի նոպաներ ունենալ։ Չէր կարող նորից պատահել։ Ոչ դստեր հետ։ Ոչ այն ամենից հետո, ինչի միջով անցել էին։ Ռաֆայելը փորձում էր հանգստություն պահպանել, բայց ներսում սարսափած էր։ Նա բոլորից լավ գիտեր, թե ինչ է նշանակում, երբ մարմինդ խափանվում է, առանց հասկանալու, թե ինչու։ Անի նմանատիպ բանի միջով անցնելու գաղափարն անտանելի էր։ Նրանք վերադարձան բժիշկ Արամի մոտ, որն այս անգամ ավելի անհանգստացավ։ Խնդրեց ավելի կոնկրետ հետազոտություններ, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, էլեկտրաուղեղագրություն, ամբողջական նյարդաբանական հետազոտություններ։ Այն օրը, երբ գնացին պատասխանները վերցնելու, Մարինեի կյանքի ամենատագնապալի օրերից մեկն էր Ռաֆայելի դժբախտ պատահարից ի վեր։ Նա Ռաֆայելը նստեցին բժիշկ Արամի աշխատասենյակում, ձեռք ձեռքի տված, սպասելով վատթարագույնին։ Բժիշկը հետազոտությունները մեկ առ մեկ դրեց սեղանին։ Եվ հետո ասաց այն բառերը, որոնք նրանք ամենաշատն էին ուզում լսել։ Ամեն ինչ նորմալ է։ Ուղեղի վնասվածքներ չկային, ուռուցքներ չկային, նյարդաբանորեն Անիի հետ ոչ մի սխալ բան չկար։ Մարինեն սկսեց լաց լինել թեթացումից։ Ռաֆայելը արտաշնչեց այն օդը, որը նույնիսկ չգիտեր, որ պահել էր։ Բայց հետո բժիշկ Արամը շարունակեց. Միայն այն, որ ֆիզիկապես ոչ մի սխալ բան չկար, չէր նշանակում, որ ոչ մի սխալ բան չկար։ Անիի ախտանիշներն իրական էին։
Նա չէր հորինում կամ ծածնում։ Ինչ-որ բան առաջացնում էր այդ ֆիզիկական դրսևորումները։ Եվ նա կարծում էր, թե գիտի, ինչ։ Բժիշկ Արամը բացատրեց, որ դեպքը քննարկել է մի գործընկերոջ, բժշկուհի Լիլիթ Սահակյանի հետ, մանկական հոգեբանի, որը մասնագիտացած էր տրավմայի ոլորտում։ Եվ երկուսն էլ համաձայն էին, որ Անին ցուցաբերում է հետտրավմատիկ սթրեսի դասական ախտանիշներ։ Գլխացավերը, գլխապտույտները, թուլությունները, ամեն ինչ հուզական բեռի ֆիզիկական դրսևորում էր, որը ամիսներով ճնշվել էր։ Մարինեն շփոթվեց։ Հետտրավմատիկ սթրես։ Անին դժբախտ պատահարի զոհը չէր եղել։ Վերակենդանացման բաժանմունքում չէր եղել։ Ինչպես կարող էր տրավմա ունենալ։ Բժիշկ Արամը բարի էր, բայց ուղիղ։ Անին ապրել էր հորը կորցնելու եզրին տեսնելու տրավման։ Նա հսկայական հուզական պատասխանատվություն էր ստանձնել, դառնալով որոշակի իմաստով ընտանիքի հույսի խարիսխը։ Ամիսներ շարունակ, մինչ շուրջ բոլորը հուսահատության մեջ էին, նա ուժեղ, դրական, վստահ էր մնացել։ Բայց այդ ուժն իր գինն ուներ։ Եվ հիմա, երբ ճգնաժամն անցել էր, երբ հայրը լավացել էր, նրա մարմինը հաշիվն էր պահանջում։ Ռաֆայելը լսեց դա, զգաց, որ սիրտը փշրվում է։ Իր փոքրիկ մարտիկը, ինչպես նա էր անվանում, վիրավորվել էր, իրեն փրկելով։ Մինչ նա պայքարում էր վերադառնալու համար, նա մաշվել էր, բոլորի հավատը կենդանի պահելով։ Դա կործանարար բացահայտում էր մի նույն ժամանակ լի ցավալի տրամաբանությամբ։ Նա նայեց Մարինեին, տեսավ նրա արցունքները, իմացավ, որ նա նույնն է զգում։ Բժիշկ Արամը խորհուրդ տվեց, որ Անին որքան հնարավոր է շուտ սկսի հսկողություն բժշկուհի Լիլիթի մոտ։ Նա առաջարկեց, որ ամբողջ ընտանիքը մասնակցի մի քանի սեանսների, որովհետև տրավման հազվադեպ է ազդում միայն մեկ մարդու վրա մեկուսացված։ Այն ազդում է ամբողջ ընտանեկան համակարգի վրա։ Հաջորդ օրը Անին իր առաջին խորհրդատվությունն ունեցավ բժշկուհի Լիլիթի հետ։ Հոգեբանը 40 անց մի կին էր, հարմարավետ ձևավորված աշխատասենյակով, գունավոր բարձերով, խաղալիքներով, մանկական գրքերով, որոնք սփռված էին դարակներում։ Նա Անին ընդունեց ջերմ ժպիտով, ի տարբերություն մյուս բժիշկների, չսկսեց հարցեր տալ ախտանիշների մասին։ Նա հարցրեց սովորական բաների մասին։ Ինչ էր Անին սիրում անել, որն էր նրա սիրելի առարկան դպրոցում, արդյոք մոտ ընկերներ ուներ։ Անին, սկզբում բնականաբար կասկածամիտ, սկսեց բացվել։ Բժշկուհի Լիլիթը հարցեր տալու միծ ուներ, որը հարցաքննության նման չէր, այլ խոսակցության։ Քիչ-քիչ նա զրույցն ուղղորդեց դեպի հոր դժբախտ պատահարի շրջանը։ Ինչպես էր Անին իրեն զգացել։ Ինչ էր հիշում։ Ինչից էր ամենաշատը վախենում։ Եվ հենց այնտեղ, այդ հարմարավետ աշխատասենյակում, Անին վերջապես թույլ տվեց, որ այն հույզերը, որոնք այդքան երկար պահել էր, դուրս գան։ Նա պատմեց հեկեկոցների միջով, որ վախենում էր քնել, որովհետև կարծում էր, որ եթե դադարի մտածել հոր մասին, նա կմահանա։ Որ ամեն գիշեր, աչքերը փակելուց առաջ, աղոթում էր խնդրում, որ արթնանա, նա դեռ ողջ լինի։ Որ հիվանդանոցում, երբ խոսում էր հոր հետ այդ բոլոր օրերը, դա ոչ միայն այն պատճառով էր, որ հավատում էր, որ նա կարթնանա։ Դա այն պատճառով էր, որ վախենում էր, որ եթե դադարի խոսել, նա ընդմիշտ կհեռանա։ Բժշկուհի Լիլիթը լսեց ամեն ինչ կարեկից ուշադրությամբ։ Հետո բացատրեց Անին մի բան, որը ոչ ոք դեռ չէր բացատրել։ Նրա պատասխանատվությունը չէր հորը փրկելը։ Հայրը փրկվել էր բժիշկների, ֆիզիոթերապևտների օգնությամբ, իր սեփական ջանքերով։ Անի սերը կարևոր էր, այո, բայց արդյունքը նրանից կախված չէր։ Նա պետք չէր այդ բեռը կրեր։ Երբեք պետք չէր։ Անին նայեց հոգեբանին շփոթված արտահայտությամբ։ Բայց եթե ես չհավատայի, եթե ես նրա հետ ամեն օր չխոսեի, նա կարթնանար։ Բժշկուհի Լիլիթը զգույշ էր պատասխանի հարցում։ Ես կարծում եմ, որ դու օգնել ես, Անի։ Կարծում եմ, որ քո սերը տարբերություն է ստեղծել։ Բայց քո գործը չէր ապահովել, որ նա կապրի։ Դա բժիշկների գործն էր, քո հոր սեփական օրգանիզմի գործը։ Դու երեխա ես։ Եվ երեխաները չպետք է փրկեն իրենց ծնողներին։ Երեխաները պետք է կարողանան երեխա լինել։ Կարծես մի ամբարտակ պայթեց։ Անին լաց եղավ այնպես, ինչպես չէր լացել դժբախտ պատահարի օրվանից։ Լաց եղավ ամբողջ պատասխանատվությունը, որը դրել էր իր վրա։ Ամբողջ վախը, որը թաքցրել էր։ Ամբողջ ուժը, որը ծածրել էր, թե ունի, երբ իրականում սարսափած էր։ Բժշկուհի Լիլիթը թույլ տվեց, որ նա լաց լինի, առաջարկելով միայն ներկայություն հասկացողություն։
Սեանսները դարձան Անիի օրակարգի մաս։ Շաբաթը 2 անգամ դպրոցից հետո Մարինեն նրան տանում էր աշխատասենյակ։ Սկզբում Անին դիմադրում էր։ Ասում էր, որ լավ է, որ օգնության կարիք չունի։ Բայց բժշկուհի Լիլիթը միծ ուներ նրան ցույց տալու, որ օգնություն փնտրելը թուլություն չէ, այլ քաջություն։ Որ մտքի մասին հոգ տանելը նույնքան կարևոր է, որքան մարմնի մասին հոգ տանելը։ Զուգահեռաբար Անին սկսեց բուժում թեթ դեղամիջոցներով միգրենի անհանգստության դեմ։ Մանկաբույժն ու հոգեբանը միասին աշխատեցին մոտիկից հետելով։ 2 շաբաթվա ընթացքում ֆիզիկական ախտանիշները սկսեցին նվազել։ Գլխացավերն ավելի հազվադեպ դարձան։ Գլխապտույտները դադարեցին։ Ոտքերի թուլությունն անհետացավ։ Անիի մարմինը, վերջապես ազատվելով հուզական բեռից, սկսեց նորմալ աշխատել։ Բայց իսկական բուժումը տեղի էր ունենում բժշկուհի Լիլիթի հետ սեանսներում։ Անին սովորեց խոսել իր վախերի մասին։ Սովորեց, որ սխալ չէ դժվար զգացմունքներ ունենալը։ Սովորեց տեխնիկաներ, երբ անհանգստությունը վերադառնում էր շնչառություն, ուշադրության կենտրոնացում, միտքը հանգստացնելու ձեր։ Եվ ամենակարևորը սովորեց, որ նա պետք չէ միշտ ուժեղ լինի։ Որ թույլատրվում է խոցելի լինել։ Որ օգնություն խնդրելը ձախողվել չէ։ Մարինեն Ռաֆայելը նույնպես մասնակցեցին ընտանեկան թերապիայի մի քանի սեանսների։ Երկուսի համար էլ դժվար էր գիտակցել, որ առանց ցանկանալու Անին դրել էին մի դիրքում, որտեղ նա չպետք է լիներ։ Մարինեն ընդունեց, որ ամենահուսահատ պահերին չափազանց շատ էր հենվել դստեր վրա, ուժ էր փնտրել նրա հավատի մեջ, երբ պետք է պաշտպաներ նրան դաժան իրականությունից։ Ռաֆայելը խոստովանեց, որ նույնիսկ առանց գիտակցելու Անին դարձրել էր իր հիմնական խարիսխը, դա չափազանց մեծ բեռ էր երեխայի համար։ Բժշկուհի Լիլիթն օգնեց նրանց հասկանալ, որ նրանք այս ամենը չարությամբ չէին արել։ Նրանք գոյատում էին ճգնաժամի պայմաններում։ Անում էին լավագույնը, ինչ կարող էին հանգամանքներում։ Բայց հիմա, երբ ճգնաժամն անցել էր, վերադասավորվելու ժամանակն էր։ Հիշելու, որ Անին երեխա է, որ նա պետք է կարողանա նորից իսկական երեխա լինել։ Տիկին Սոնան, որը մասնակցեց սեանսներից մեկին, տատիկի իմաստություն առաջարկեց։ Երեխաներն ավելի ուժեղ են, քան մենք կարծում ենք։ Բայց նույնիսկ ամենաուժեղին պետք է ամուր հող ոտքերի տակ։ Մենք, մեծահասակներս, այդ հողն ենք։ Չենք կարող խնդրել, որ նրանք մեզ պահեն։ Անտոնը, որը նույնպես հրավիրվել էր մի սեանսի, կիսվեց իր սեփական մեղքով։ Նա ընդունեց, որ ձախողվել էր որպես այդ ամուր հող Ռաֆայելի համար, երբ նա երեխա էր։ Եվ որ գուցե անգիտակցաբար փորձում էր փոխհատուցել, հիմա հոգ տանելով Անիի մասին։ Բժշկուհի Լիլիթն օգնեց նրան տեսնել, որ դա բնական է, բայց որ կարևորը ճիշտ ձով ներկա լինելն է, ոչ թե որպես պարտքի տակ գտնվող մեկը, այլ որպես մեկը, որը պարզապես սիրում է։ Ապրիլ-մայիս ամիսները հուզական բուժման ամիսներ էին ամբողջ ընտանիքի համար։ Անին նորից սկսեց խաղալ ընկերուհիների հետ, առանց այն մշտական լարվածության, որը կրել էր։ Նորից սկսեց հետաքրքրվել երեխաների բաներով, մուլտֆիլմեր, խաղեր, անիմաստ խոսակցություններ։ Մարինեն սովորեց ավելի լավ հոգ տանել իր մասին, չծանրաբեռնվել, ընդունել օգնությունը, երբ առաջարկվում էր։ Ռաֆայելը շարունակեց իր ֆիզիկական վերականգնումը, բայց նա աշխատեց իր հուզական վերականգնման վրա, գործ ունենալով այն մեղքի զգացման հետ, որ եղել էր ընտանիքի այդքան տառապանքի ակամա պատճառը։ Հունիսի սկզբին էր, երբ մոտենում էր դժբախտ պատահարի մեկամյակը, որ Անին մի գաղափար ունեցավ։ Նա պահել էր այդ ամբողջ ժամանակահատվածում լուսանկարներ, նկարներ, գրառումներ, յուրաքանչյուր կարևոր պահի արձանագրություններ։ Ուներ լուսանկարներ այն պաստառից, որը պատրաստել էր, նշելով հոր ձեռքբերումները։ Ուներ նկարներ, որոնք տվել էր նրան հիվանդանոցում։ Ուներ գրություններ, որոնք գրել էր։ Ուներ նույնիսկ մի քանի լուսանկար, որոնք բուժքույրերն ու ֆիզիոթերապևտները նկարել էին նշանակալի պահերին։ Անին որոշեց, որ ուզում է այս ամենը վերածել ալբոմի։ Մի ամբողջական արձանագրություն այն ճանապարհորդության, որը նրանք անցել էին որպես ընտանիք։ Ոչ միայն տառապանքի, այլ հիմնականում հաղթանակների։ Թե ինչպես էին դիմակայել անհնարինին միասին հաղթել։ Մարինեն օգնեց նրան։ Մի մեծ ալբոմ գնեցին, հաստ էջերով։ 2 շաբաթվա ընթացքում Անին ամեն ինչ ժամանակագրական կարգով դասավորեց։ Դրեց լուսանկարներ հիվանդանոցից, վերականգնման շրջանից, հոր առաջին քայլերից, այն օրվանից, երբ նա վերադարձավ աշխատանքի։ Յուրաքանչյուր լուսանկարի համար մակագրություններ գրեց։
Կպցրեց նկարները։ Արտագրեց հատվածներ այն օրագրից, որը պահել էր։ Դա մի նախագիծ էր, որը խլեց նրա բոլոր կեսօրները, բայց նա վճռական էր ավարտել մեկամյակից առաջ։ Ալբոմի վրա աշխատանքի վերջին օրը Անին մի հաղորդագրություն գրեց հետի կազմին։ Ոչ ոքի ցույց չտվեց, ասաց, որ անակնկալ է։ Մարինեն հարգեց։ Բայց տեսավ, որ դուստրը լաց է լինում գրելիս, լաց լինելն այժմ, այդքան թերապիայից հետո, այլս անհանգստացնող բան չէր։ Դա պարզապես հույզ էր, մարդկային առողջ։ Դժբախտ պատահարի մեկամյակի օրը երեքշաբթի էր, հունիսի 23-ը։ Ընտանիքը քննարկել էր, թե արդյոք պետք է նշեն այդ օրը, որոշել էին, որ այո։ Ոչ թե որպես ողբ, այլ որպես տոնակատարություն։ Տոնակատարություն այն բանի, որ անցել էին ամենամութ հովտով դուրս եկել մյուս կողմից, միասին ամբողջական։ Տիկին Սոնան հատուկ ճաշ պատրաստեց։ Անտոնը մի տորտ բերեց, որը պատվիրել էր հրուշակարանում։ Կանչեցին Լուսինեին, բուժքրոջը, որն այդքան կարոր էր եղել հիվանդանոցի օրերին։ Կանչեցին Արմինեին, ֆիզիոթերապտին։ Կանչեցին բժիշկ Հենրիկին, որը սկսել էր խթանման արձանագրությունը։ Կանչեցին բժշկուհի Լիլիթին, որն օգնել էր Անին հուզականորեն բուժվել։ Դա փոքր, բայց իմաստով լի տոնակատարություն էր։ Երբ բոլորը հավաքվեցին հյուրասենյակում, Անին ուշադրություն խնդրեց։ Նա նյարդայնացած էր, Մարինեն դա տեսնում էր։ Բայց նա վճռական էր։ Աղջիկը գնաց սենյակ, վերադարձավ գունավոր թղթով փաթաթված ալբոմով։ Տվեց Ռաֆայելին։ Ռաֆայելը դանդաղ բացեց, ասես վախենում էր, որ պարունակությունը կանհետանա, եթե զգույշ չլինի։ Երբ տեսավ առաջին էջը, սկսեց լաց լինել։ Դա նրա լուսանկարն էր շինհրապարակում, նկարված դժբախտ պատահարից մի քանի օր առաջ։ Նա ժպտում էր, դեղին սաղավարտը գլխին, մարտի ուժեղ արը լուսավորում էր նրա դեմքը։ Ներքում Անին գրել էր. Առաջ։ Երբ կյանքը պարզ էր։ Հաջորդ էջերը պատմում էին ամբողջ պատմությունը։ Դժբախտ պատահարը, Անիի արած նկարների միջոցով։ Հիվանդանոցը, թաքուն լուսանկարներով, որոնք նա խնդրել էր մարդկանց նկարել։ Կոման, ներկայացված մի շարք գրություններով, որոնք նա թողել էր հոր գիշերանոթի սեղանին, բոլորը ասում էին վերադարձիր ինձ մոտ։ Խթանման արձանագրությունը, Անի լուսանկարներով, որոնք խոսում էին անգիտակից հոր հետ։ Արթնացումը մի մշուշոտ լուսանկարով, որը Մարինեն նկարել էր այն պահին, երբ Ռաֆայելն առաջին անգամ բացեց աչքերը։ Հետո գալիս էին վերականգնման լուսանկարները։ Ռաֆայելը զուգահեռ ձողերի վրա, դեմքը ծրված ջանքից։ Ռաֆայելն առաջին քայլերն անելիս մենակ։ Ռաֆայելն աստիճաններ բարձրանալիս։ Ռաֆայելը շինարարական ընկերություն մտնելիս աշխատանքի վերադառնալու առաջին օրը։ Ամեն ձեռքբերում փաստագրված, ամեն հաղթանակի պահ պահպանված։ Բայց դա միայն Ռաֆայելի մասին չէր։ Կային Մարինեի լուսանկարները, հյուծված, բայց վճռական, քնած նրա մահճակալի կողքի աթոռին։ Կային տիկին Սոնայի լուսանկարները, հիվանդանոցի խոհանոցում ուտելիք պատրաստելիս, ապահովելու համար, որ ընտանիքը սնվի։ Կար Անտոնի մի լուսանկար, նստած սպասասրահում, գլուխը ձեռքերի մեջ, զղջման հույսի խառնուրդի մի պատկեր։ Կային Լուսինեի լուսանկարները, միշտ ներկա, միշտ հոգ տանող։ Արմինեի, Ռաֆայելին մղելով այն սահմաններից այն կողմ, որոնք նա կարծում էր, թե կարող է։ Եվ կային Անիի լուսանկարները։ Անին խոսում էր հոր հետ։ Հիվանդանոցում։ Անին ցույց էր տալիս ձեռքբերումների պաստառը։ Անին գրկում էր հորը, երբ նա արթնացավ։ Անին նրա կողքին էր ֆիզիոթերապիայի ժամանակ։ Անին բռնում էր նրա ձեռքը, մինչ նա առաջին քայլերն էր անում։ Նրա ճանապարհորդությունը նույնպես փաստագրված էր։ Ռաֆայելը դանդաղ թերթում էր էջերը, անդադար լաց լինելով։ Մարինեն լաց էր լինում նրա կողքին։ Տիկին Սոնան աչքերը չորացնում էր գոգնոցով։ Անտոնը մի կողմ էր քաշվել, չափազանց հուզված խոսելու համար։ Հյուրերը դիտում էին հարգալից լռությամբ։ Ալբոմի վերջին էջում մի վերջին լուսանկար կար, ամբողջ ընտանիքը հավաքված տիկին Սոնայի տան բակում։ Ռաֆայել, Մարինե, Անի, Սոնա, Անտոն։ Բոլորը ժպտում էին, ձեռքերը միահյուսված։ Ներքում Անին մի հաղորդագրություն էր գրել։ Հետո մենք միասին հաղթեցինք։ Ես սովորեցի, որ մենք հրաշքների կարիք չունենք, երբ սեր ունենք։ Սովորեցի, որ ընտանիքը կատարյալ լինելու մասին չէ, այլ չհանձնվելու։
Սովորեցի, որ հայրը կարող է ընկնել, դուստրը կարող է օգնել բարձրանալ, դա չի նշանակում, որ դուստրը պետք է չափազանց ուժեղ լիներ։ Դա պարզապես նշանակում է, որ մենք իրար սիրում ենք։ Շնորհակալ եմ, որ վերադարձաք։ Շնորհակալ եմ, որ ինձ սովորեցրիք, որ մենք միշտ կպայքարենք մեկս մյուսի համար։ Որովհետև այսպիսի ընտանիքները ոչ միայն դիմակայում են անհնարինին, այլ հաղթում են։ Ռաֆայելը կարդաց այդ բառերը, այլս չկարողացավ զսպել իրեն։ Նա անին քաշեց ամուր գրկախառնության մեջ, Մարինեն միացավ նրանց։ Քիչ անց տիկին Սոնան նույնիսկ Անտոնը գրկախառնության մեջ էին։ Դա կատարսիսի, ազատագրման, այն ամենի ճանաչման պահ էր, ինչի միջով անցել էին, ինչին հասել էին։ Երբ վերջապես բաժանվեցին, Ռաֆայելը նայեց այդ սենյակի յուրաքանչյուր մարդու։ Լուսինեին, որը հոգ էր տարել նրա մասին, երբ նա պարզապես մեկ հիվանդ էր։ Բժիշկ Հենրիկին, որը հավատացել էր, որ արժե փորձել, երբ մյուսները հանձնվել էին։ Արմինեին, որը նրա մարմինը մղել էր սահմաններից այն կողմ, նրան վերադարձնելու համար։ Բժշկուհի Լիլիթին, որը բուժել էր նրա դստերը այն անտեսանելի վերքերից, որոնք ճգնաժամը թողել էր։ Եվ իր ընտանիքին։ Մարինեին, որը նրա ժայռն էր եղել, երբ նա կորած էր։ Անիին, որը նրա լույսն էր եղել մթության մեջ։ Սոնային, որը տուն էր առաջարկել, երբ նրանք գնալու տեղ չունեին։ Եվ Անտոնին, որը զղջումը վերածել էր քավության։ Ռաֆայելը մաքրեց աչքերը, խոսեց, ձայնը դեռ խեղդված, բայց ամուր։ Ես մահացա այն շինհրապարակում։ Սիրտս կանգ առավ։ Ես հեռանում էի։ Եվ դուք ինձ վերադարձրիք։ Չգիտեմ, դա բժշկությունն էր, հրաշք էր, թե պարզապես ձեր համառությունը, ինձ թույլ չտալու գնալ։ Հավանաբար, ամեն ինչ միասին։ Բայց ես մի բան գիտեմ։ Ես մենակ չեմ փրկվել։ Եվ ոչ միայն իմ մարմինն է փրկվել։ Փրկվել է իմ հոգին, իմ ընտանիքը, իմ ապագան։ Դուք ինձ երկրորդ շանս տվեցիք։ Եվ ես խոստանում եմ, որ կօգտագործեմ այս երկրորդ շանսի ամեն օրը, պատվելու համար այն, ինչ դուք արել եք ինձ համար։ Մարինեն բռնեց նրա ձեռքը։ Մենք էլ մենակ չենք արել։ Մենք բոլորս իրար փրկեցինք։ Մեկս մյուսին պահեցինք։ Եվ դա էր, որ մեզ այստեղ հասցրեց։ Անին հետո լրացրեց այն իմաստությամբ, որը ձեռք էր բերել տառապանքի բուժման միջոցով։ Եվ մենք կշարունակենք իրար պահել։ Որովհետև դա է, ինչ անում են ընտանիքները։ Կարևոր չէ, թե ինչ կգա, մենք միասին կդիմակայենք։ Անտոնը, որը մինչ այդ լուռ էր, վերջապես խոսեց։ Նայեց Ռաֆայելին։ Ես կորցրի քո կյանքի 12 տարին։ Չեմ կարող այդ ժամանակը վերադարձնել։ Բայց կարող եմ այսուհետ ներկա լինել։ Եթե դու ինձ թույլ տաս։ Ռաֆայելը նայեց հորը։ Դեռ դառնության մնացորդներ կային, հավանաբար միշտ կլինեին։ Բայց կար նա ներում, հասկացողություն, որ մարդիկ բարդ են, որ սխալվում են, բայց կարող են փոխվել։ Ես թույլ եմ տալիս։ Որովհետև ընտանիքը անցյալի մասին չէ։ Այն ներկայի ապագայի մասին է, որը մենք միասին ենք կառուցում։ Տիկին Սոնան, միշտ լուռ, բայց ուժեղ մայրապետը, նայեց բոլորին ասաց. Այս տունը շատ մեծ ու շատ դատարկ էր, մինչ դուք եկաք։ Հիմա տուն է։ Եվ տունը քառակուսի մետրերով չի չափվում։ Այն չափվում է սիրով, ներկայությամբ, այսպիսի պահերով։ Հաջորդած ճաշը ուրախ էր։ Խոսեցին, ծիծաղեցին, վերհիշեցին ճանապարհորդության պահեր, որոնք այժմ հեռավորությունից կարող էին վերանայվել առանց այդքան ցավի։ Լուսինեն զվարճալի պատմություններ պատմեց հիվանդանոցից։ Արմինեն կիսվեց գաղտնիքներով, թե ինչպես էր իսկապես կարծում, որ Ռաֆայելը նորից չի քայլի, բայց երբեք թույլ չտվեց, որ նա դա նկատի։ Բժիշկ Հենրիկը խոսեց այն հոդվածի մասին, որը հրապարակել էր դեպքի մասին, որը հետաքրքրություն էր առաջացնում բժշկական համայնքում հուզական աջակցության դերի մասին նյարդաբանական վերականգնման գործում։ Բժշկուհի Լիլիթը գովեց Անին իր քաջության համար, օգնություն փնտրելու հուզականորեն բուժվելու դժվար աշխատանքը կատարելու համար։ Կեսօրին, երբ հյուրերն արդեն գնացել էին, ընտանիքը հավաքված մնաց հյուրասենյակում։ Ալբոմը բաց էր սուրճի սեղանին, բացված վերջին էջում, բոլորի միասին լուսանկարի վրա։ Անին պառկած էր բազմոցին, գլուխը Մարինեի ծնկներին, ոտքերը հոր։ Տիկին Սոնան հելունագործություն էր անում բազկաթոռին, ասեղների ռիթմիկ շարժումը ստեղծում էր իր սեփական մեղեդին։ Անտոնը մենակ դոմինո էր խաղում ճաշասեղանին, մի հանգիստ ընդունված ներկայություն։
Ռաֆայելը շուրջը նայեց խորը երախտագիտություն զգաց։ Ոչ միայն երախտագիտություն ողջ լինելու համար, այլ երախտագիտություն ճանապարհորդության համար։ Որովհետև ճանապարհորդությունը փոխել էր նրանց բոլորին։ Բացահայտել էր ուժեր, որոնք չգիտեին, որ ունեն։ Միավորել էր ընտանիքը այնպես, ինչպես սովորական կյանքը երբեք չէր անի։ Վերադարձրել էր Անտոնին։ Ցույց էր տվել Անիին, որ նա ավելի ուժեղ է, քան պատկերացնում էր, բայց որ նա թույլատրվում է խոցելի լինել։ Ապացուցել էր Մարինեին, որ նա ունակ է դիմանալ անտանելիին դեռ դուրս գալ ամբողջական մյուս կողմից։ Սովորեցրել էր նրանց բոլորին, որ հրաշքները կախարդական իրադարձություններ չեն, որոնք տեղի են ունենում առանց ջանքի, այլ ծանր աշխատանքի, անսասան հավատի հանձնվելուց բացարձակ հրաժարվելու արդյունք են։ Անին, կիսաքուն մոր գրկում, մրմնջաց. «Հայրիկ, կարող եմ մի բան հարցնել»։ Ռաֆայելը շոյեց նրա ոտքերը։ «Իհարկե, սերս։ Դու ինչ-որ բան հիշում ես այն ժամանակվանից, երբ կոմայի մեջ էիր։ Երբ ես քեզ հետ խոսում էի»։ Ռաֆայելը մի պահ լուռ մնաց։ Դա մի հարց էր, որին նա մինչ այդ խուսափել էր պատասխանել, որովհետև ճշմարտությունը բարդ էր։ Ես կոնկրետ բառեր չեմ հիշում։ Խոսակցություններ չեմ հիշում։ Բայց հիշում եմ զգացողություններ։ Ջերմություն։ Անվտանգություն։ Իմանալ, նույնիսկ առանց իմանալու, որ մենակ չեմ։ Կարծես շատ մութ ու շատ ցուրտ տեղում լինեի, բայց զգում էի լույսի ու ջերմության մի բարակ թել, որն ինձ հետ էր քաշում։ Կարծում եմ, այդ թելը դու էիր։ Անին ժպտաց, գոհ։ Ուրեմն օգնեց։ Ես գիտեի։ Մարինեն համբուրեց դստեր գլուխը։ Միշտ օգնել է, սերս։ Միշտ օգնել է։ Այդ գիշեր, երբ Անին քնել էր տունը լուռ էր, Ռաֆայելն ու Մարինեն մնացին արջի պատշգամբում։ Օդը զով էր, երկինքը աստղերով լի։ Ռաֆայելը, որն այժմ կարող էր երկար ժամանակ ոտքի կանգնել առանց հոգնածության, մնաց այնտեղ, հենված պատշգամբի ջաղերին, նայելով հանգիստ փողոցին։ Մարինեն մոտեցավ, կանգնեց նրա կողքին։ Ինչի՞ մասին ես մտածում։ Ռաֆայելը հոգոց հանեց։ Թե ինչպես ամեն ինչ փոխվեց։ 1 տարի առաջ ես բարձրանում էի այն շինհրապարակը, մտածելով, թե ինչպես են ընդամենը 6 ամիս մնացել, որպեսզի բավական գումար ունենանք տան կանխավճարի համար։ Մտածում էի, թե ինչպես եմ անակնկալ խնջույք կազմակերպելու քո ծննդյան համար։ Մտածում էի նորմալ, առօրյա բաների մասին։ Եվ հետո ամեն ինչ փոխվեց մի վայրկյանում։ Մարինեն գլխով արեց։ Փոխվեց։ Բայց ոչ միայն դեպի վատը։ Ռաֆայելը զարմացած նայեց նրան։ Ոչ միայն դեպի վատը։ Մարինեն զգուշորեն ընտրեց բառերը։ Ակնհայտ է, որ ես ամեն ինչ կտայի, որպեսզի այդ դժբախտ պատահարը երբեք տեղի չունենար։ Որպեսզի դու չտառապեիր, որպեսզի Անին այդ բեռը չկրեր, որպեսզի ես այդ սարսափի ամիսները չապրեի։ Բայց դա տեղի ունեցավ։ Եվ մենք անցանք դրա միջով։ Եվ այդ ընթացքում մենք բաներ բացահայտեցինք։ Բացահայտեցինք, որ մենք ավելի ուժեղ ենք, քան կարծում էինք։ Բացահայտեցինք, որ կան մարդիկ, որոնք ավելի շատ են հոգ տանում, քան պատկերացնում էինք։ Վերադարձրեց քո հորը։ Անին դասեր տվեց դիմացկունության օգնություն խնդրելու մասին, որոնք նրան կծառայեն ամբողջ կյանքում։ Մեզ սովորեցրեց ոչինչ որպես տրվածք չընդունել։ Ռաֆայելը բռնեց նրա ձեռքը։ Դու ասում ես, որ արժեր։ Մարինեն արագ գլուխը թափահարեց։ Ոչ։ Ես դա չեմ ասում։ Բայց ես ասում եմ, որ մենք ողբերգությունը վերածեցինք մի բանի, որը նա գեղեցկություն ուներ։ Որովհետև մենք ընտրեցինք դա անել։ Մենք կարող էինք հանձնվել։ Կարող էինք քանդվել։ Բայց մենք ընտրեցինք պայքարել։ Եվ ես երախտապարտ եմ, որ դու այստեղ ես, թեկուզ տարբեր, քան էիր, թեկուզ ճանապարհորդությունը մեր կյանքի ամենադժվարն էր։ Ռաֆայելը գրկեց նրան։ Ես էլ եմ երախտապարտ։ Քեզ համար, Անի համար, բոլորի համար։ Եվ ես խոստանում եմ, որ կօգտվեմ ինձ տրված ամեն օրվանից։ Նրանք մի որոշ ժամանակ մնացին այնտեղ, գրկախառնված աստղերի տակ, երկու փրկվածներ մի փոթորկից, որը քիչ էր մնում նրանց կործաներ, բայց որը վերջում պարզապես բացահայտեց, թե որքան անխորտակելի էին նրանք, երբ միասին էին։ Հաջորդ շաբաթ Ռաֆայելն ու Մարինեն սկսեցին տուն փնտրել։ Ոչ թե մեծ կամ շքեղ տուն, այլ մի բան, որը իրենցը կլիներ։
Անտոնի տված ֆինանսական օգնության շնորհիվ գումարած այն գումարը, որը նրանք նորից սկսել էին հավաքել Ռաֆայելի աշխատանքի վերադառնալուց հետո, գումարած բանկից մի փոքր վարկ, նրանք կկարողանային։ Դա այն մեծ բակով տունը չէր լինի, որի մասին սկզբնապես երազել էին։ Ավելի փոքր կլիներ, ավելի պարզ։ Բայց իրենցը կլիներ։ Անին, երբ իմացավ, ոգորվեց։ Նա սիրել էր ապրել տատիկ Սոնայի հետ, բայց միայն իրենց ընտանիքին պատկանող տուն ունենալու գաղափարը հուզիչ էր։ Սկսեց ծրագրեր կազմել, թե ինչպիսին կլինի իր սենյակը, ինչ գույն կներկեն պատերը, որտեղ կդնեն այն ալբոմը, որը նա պատրաստել էր։ Օգոստոսին մի տուն գտան Ավանում, տիկին Սոնայի տնից ոչ հեռու։ Մեկ հարկանի տուն էր, ինչպես պետք էր Ռաֆայելի ֆիզիկական սահմանափակումների պատճառով, երկու ննջասենյակով, փոքր հյուրասենյակով, խոհանոցով հետում մի փոքրիկ բակով, որտեղ հազիվ խորովածի մանգալ կտեղավորվեր, բայց որը նրանց համար կատարյալ էր։ Վերանորոգման կարիք ուներ, բայց ոչ մի բան, որը չէին կարող քիչ-քիչ անել։ Տեղափոխությունը տեղի ունեցավ սեպտեմբերին։ Դա ուրախ քաոսային գործընթաց էր։ Անտոնն օգնեց ամեն ինչով, արկղեր տանելով, կահույք հավաքելով։ Տիկին Սոնան իր տնից որոշ բաներ բերեց, որոնք գիտեր, որ ընտանիքին պետք կգան։ Նոր հարանները, իմանալով պատմությունը տեղական թերթից, որը ամիսներ առաջ հոդված էր գրել, հայտնվեցին օգնելու։ Նոր տան առաջին օրը, երբ ամեն ինչ նվազագույնս դասավորված էր, ընտանիքը նստեց դատարկ հյուրասենյակի հատակին։ Անին շուրջը նայեց հսկայական ժպիտով։ Փոքր է, բայց մերն է։ Ռաֆայելը ծիծաղեց։ Կատարյալ է հենց այն պատճառով, որ մերն է։ Մարինեն համաձայնեց։ Մենք այստեղ շատ հիշողություններ կստեղծենք։ Եվ ստեղծեցին։ Հաջորդ ամիսներին այն փոքր տունը Ավանում լցվեց կյանքով, ծիծաղով, ընտանեկան ընթրիքներով, անիմաստ վեճերով, թե ով է լվանալու սպասքը, ֆիլմերի գիշերներով հյուրասենյակում, կեսօրներով, երբ Անին տնային աշխատանք էր անում խոհանոցի սեղանին, մինչ Ռաֆայելն օգնում էր նրան մաթեմատիկայից։ Նորմալ, առօրյա կյանք, թանկարժեք հենց իր նորմալությամբ։ Անին շարունակեց թերապիան, բայց այժմ ավելի քիչ հաճախականությամբ։ Բժշկուհի Լիլիթն ասաց, որ նա հիանալի աշխատանք է կատարել, պատրաստ է առաջ շարժվել, իմանալով, որ եթե կարիք լինի, միշտ կարող է վերադառնալ։ Աղջիկը հասունացել էր այս ամբողջ գործընթացի ընթացքում։ Չէր կորցրել երեխա լինելու կարողությունը, բայց ձեռք էր բերել իր տարիքի համար հազվագյուտ հուզական խորություն։ Գիտեր խոսել իր զգացմունքների մասին։ Գիտեր օգնություն խնդրել։ Գիտեր ճանաչել, երբ իրեն ծանրաբեռնում էր։ Դրանք գործիքներ էին, որոնք նրան կծառայեին մնացած կյանքում։ Ռաֆայելը շարունակեց աշխատել շինարարական ընկերությունում, ամեն օր ապացուցելով, որ արժեք ունի ֆիզիկական ուժից դուրս։ Պարոն Սուրենը հաճախ ասում էր, որ դա իր կայացրած լավագույն որոշումներից մեկն էր, նրան գրասենյակ բերելը։ Ռաֆայելը յուրահատուկ տեսակետ ուներ, հասկանում էր աշխատողներին, որովհետև նրանցից մեկն էր եղել, հասկանում էր շինհրապարակները, որովհետև ապրել էր դրանցում։ Նա արժեքավոր կամուրջ էր վարչակազմի շինհրապարակի միջ։ Մարինեն, վերջապես ավելի կայուն ֆինանսներով, կարողացավ կրճատել աշխատանքային ժամերը սուպերմարկետում, սկսեց հաշվապահության տեխնիկական դասընթաց։ Դա հին երազանք էր, որը դրել էր դարակը, երբ Անին ծնվել էր։ Հիմա, ավելի կազմակերպված կյանքով, սեփական երազանքները վերականգնելու ժամանակն էր։ Անտոնը մի պարզ տնակ գնեց ընտանիքի մոտ։ Մեծ բան չէր, բայց իրենն էր։ Եվ ամեն ուրբաթ նա ընթրում էր Ռաֆայելի, Մարինեի, Անիի հետ։ Հոր-որդու հարաբերությունները երբեք առանց սպիների չէին լինի։ Պահեր կային, երբ հին դառնությունները դուրս էին գալիս մակերես։ Բայց կային նա անկեղծ կապի, ընդհանուր ծիծաղի, հարմարավետ լռությունների պահեր։ Նրանք նոր հարաբերություն էին կառուցում, ոչ թե փորձում վերականգնել հինը։ Եվ գուցե դա նույնիսկ ավելի լավ էր։ Տիկին Սոնան, նորից դատարկ, բայց սրտով լի տանը, վերսկսեց իր գործունեությունը եկեղեցում, երրորդ տարիքի խմբում, ձեռագործության դասերին։ Բայց միշտ պահում էր կիրակիները, նոր տանը ընտանիքի հետ ճաշելու համար։ Դրանք աղմկոտ, ուրախ ճաշեր էին, լի լավ ուտելիքով, ավելի լավ ընկերակցությամբ։ Եվ այսպես կյանքը շարունակվեց։ Ոչ կատարյալ, որովհետև կյանքը երբեք կատարյալ չէ։ Կային վճարելու հաշիվներ, դժվար օրեր, փոքր վեճեր, սովորական անհանգստություններ։ Բայց կար նա սեր, ներկայություն, երախտագիտություն ամեն սովորական թանկարժեք օրվա համար։ Դժբախտ պատահարից 2 տարի անց, երեքշաբթի առավոտյան, Ռաֆայելը շուտ արթնացավ։
Մարինեն դեռ քնած էր կողքին, Անին դեռ իր մահճակալում էր։ Նա վեր կացավ, գնաց փոքրիկ բակ, շնչեց առավոտյան թարմ օդը։ Նրա շարժումները դեռ մի փոքր ավելի դանդաղ էին, քան դժբախտ պատահարից առաջ, հավանաբար միշտ այդպես կլինեին։ Բայց դրանք աշխատում էին։ Նա աշխատում էր։ Նա ողջ էր, ամբողջական, ներկա։ Ռաֆայելը մտածեց այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել։ Դժբախտ պատահարը, որը քիչ էր մնում նրան սպաներ։ Կոմայում կորցրած ամիսները։ Վերականգնման դաժան պայքարը։ Իր դստեր։ Գրեթե կորուստը այլ տեսակի տրավմայից։ Հոր հետ անհավանական հաշտությունը։ Հոգատար համայնքի բացահայտումը։ Ուժի, հավատի, ընտանիքի մասին դասերը։ Եվ հասկացավ մի հիմնարար բան. նա չէր վերադարձել այն նույն կյանքին, որն ուներ նախկինում։ Նա վերադարձել էր նոր կյանքի, կառուցված հնի մոխիրների վրա։ Եվ այդ նոր կյանքը իր բոլոր անկատարություններով ու սպիներով ավելի հարուստ էր, ավելի խորը, ավելի իմաստալից։ Ռաֆայելը նայեց երկնքին, որը սկսում էր լուսանալ, օրվա առաջին լույսերը ամպերը ներկում էին վարդագույն ոսկեգույն, շնջած երախտագիտության աղոթք։ Ոչ թե այն բանի համար, որ չէր մահացել այն շինհրապարակում, թե դրա համար էլ էր երախտապարտ, այլ այն ամենի համար, ինչ եկավ հետո։ Այն ճանապարհորդության համար, որն իր ընտանիքն անցել էր։ Այն մարդկանց համար, որոնց հանդիպել էին ճանապարհին։ Այն դասերի համար, որոնք սովորել էին։ Որովհետև վերջում գուցե ամենամեծ դասը սա էր։ Կյանքը չի չափվում կատարյալ պահերով, այլ նրանով, թե ինչպես ենք մենք արձագանքում անկատար պահերին։ Չի չափվում երբեք չընկնելով, այլ նրանով, թե քանի անգամ ենք մենք ոտքի կանգնում։ Չի չափվում երբեք վախ չզգալով, այլ վախի հակառակ քաջություն ունենալով։ Եվ չի չափվում մենակ լինելով, այլ սիրո մի ցանց կառուցելով, որը բավականաչափ ուժեղ է մեզ պահելու, երբ մենք ընկնում ենք։ Ռաֆայելը վերադարձավ ներս, նորից պառկեց Մարինեի կողքին, որը փաթաթվեց նրան դեռ քնած։ Մի քանի ժամից Անին կարթնանար, կվազեր խոհանոց, արդեն անդադար խոսելով, ինչպես սովորաբար անում էր։ Միասին նախաճաշ կանեին։ Նա կգնար աշխատանքի։ Մարինեն՝ դասընթացի։ Անին՝ դպրոց։ Եվս մեկ սովորական, առօրյա, բացարձակապես թանկարժեք օր։ Եվ այդ օրվա վերջում, երբ բոլորը նորից կհավաքվեին տանը, կկիսվեին ամենօրյա փոքր հաղթանակներով ու հիասթափություններով։ Որովհետև դա է, ինչ անում են ընտանիքները։ Ոչ միայն ճգնաժամի պահերին, այլ հատկապես սովորական պահերին։ Նրանք միասին են մնում։ Նրանք իրար պահում են։ Նրանք իրար սիրում են։ Որովհետև այսպիսի ընտանիքները, որոնք դիմակայել են անհնարինին հաղթել, գիտեն, որ դա միայն փոթորիկներից փրկվելու մասին չէ։ Դա անձրի տակ պարել սովորելու մասին է։ Դա սպիները ուժի վերածելու մասին է։ Դա ավերակներից գեղեցիկ բան կառուցելու մասին է։ Դա երբեք իրարից չհանձնվելու մասին է։ Մենք միշտ կպայքարենք մեկս մյուսի համար։ Այս արտահայտությունը, որն Անին ասել էր այն օրը, 1 տարի առաջ, դարձել էր ընտանիքի կարգախոսը։ Դա պարզապես գեղեցիկ արտահայտություն չէր։ Դա խոստում էր։ Ամեն օր նորոգվող ընտրություն։ Կրակով փորձված անսասան ապացուցված ճշմարտություն։ Արը լրիվ բացվեց, լուսավորելով Ավանի փոքր տունը։ Նրա ներսում մի ընտանիք քնած էր, հանգստանում էր, պատրաստվում մեկ օրվա։ Մի ընտանիք, որը նայել էր անդունդին որոշել վերադառնալ։ Որը դիմակայել էր անհնարինին հաղթել։ Ոչ թե որովհետև նրանք հատուկ էին կամ գերզորություններ ունեին, այլ որովհետև նրանք ունեին իրար։ Եվ վերջում դա միակ հրաշքն էր, որն իսկապես կարող էր։